Նա մտավ այդ խնջույք, բայց արդեն նույնը չէր։ Դավաճանության ծանրությունը դեռ սեղմում էր կուրծքը, բայց աչքերում մի նոր բան կար։ Շքեղության մեջ նա ուժ գտավ այնտեղ, որտեղ ոչ ոք չէր սպասում։ Այն, ինչ տեղի էր ունենալու, փոխելու էր ամեն ինչ, ընդմիշտ։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին նշել, թե որ քաղաքից եք դիտում, շարունակելով։ Դեկտեմբերյան գիշերը Երանում այն ծանր օդն էր կախված, որը նախորդում է մեծ փոթորիկներին։ Ոչ միայն անձրի, այլ այն փոթորիկների, որոնք փոխում են կյանքեր, պոկում դիմակներն ու բացահայտում ճշմարտություններ, որոնք բոլորը կնախընտրեին թաքցնել։ Արմենիա Մարիոթ հյուրանոցի շքեղ սրահում, որը հատուկ այս առիթով էր պատրաստվել, բյուրեղապակյա ջահերի լույսերն արտացոլվում էին շամպայնի բաժակների վրա, երկնքից ընկած փոքրիկ աստղերի պես։ Ամեն ինչ փայլում էր։ Ամեն ինչ կատարյալ էր թվում։ Բայց Անահիտը գիտեր, որ կատարելությունը խնամքով կառուցված պատրանք էր ընդամենը։ Նա դիտում էր իր արտացոլանքը կանանց զուգարանի վենետիկյան հայելու մեջ, ուղղելով մետաքսե սպիտակ զգեստը, որն այդքան խնամքով էր ընտրել։ Անմեղության գույնը, դառը հեգնանքով մտածեց նա։ Հղիության 6-րդ ամսում նրա փորն արդեն ակնհայտ էր, զգեստը հայտնի դիզայների կողմից ստեղծվել էր, ընդգծելու մարմնի այդ նոր կառուցվածքը։ Անահիտը միշտ նիհար էր եղել, նուրբ փափուկ դիմագծերով, որոնք հիշեցնում էին հին հայկական ֆիլմերի դերասանուհիներին։ Նրա շագանակագույն մազերը բնական ալիքներով թափվում էին ուսերին, իսկ կանաչ աչքերում մի տխրություն կար, որը ոչ մի շպար չէր կարող ամբողջությամբ թաքցնել։ Խորը շունչ քաշեց։ Եվս մի քանի ժամ, այս միջոցառումը կավարտվի։ Եվս մի քանի ժամ ձացնել, թե ամեն ինչ կարգին է, թե ինքը Դավիթ Մանուկյանի երջանիկ կինն է, այն մեծահարուստի, որ 40 տարեկանում արդեն տեխնոլոգիաների ներդրումների ոլորտում կայսրություն էր կառուցել։ Դավիթը, այն տղամարդը, որն իրեն ամուսնության առաջարկ էր արել Դիլիջանում, լուսնի լույսի ներքո, ադամանդե մատանիով։ Դավիթը, որը խոստացել էր հավերժ սիրել իրեն։ Դավիթը, որն այժմ հազիվ էր նայում իր երեսին։ Այս ամանորյա խնջույքի հրավերը եկել էր որպես քաղաքավարությամբ քողարկված հրաման։ Մանուկյան տեղ ընկերության 10-ամյակի տոնակատարությունն էր, այն ընկերության, որը Դավիթը դարձրել էր ազգային մակարդակի առաջատար։ Բոլորն այնտեղ էին լինելու։ Ներդրողներ, գործընկերներ, մասնագիտացված մամուլ, այն վերնախավը, որը շարժում էր երանյան տնտեսության թելերը։ Եվ Անահիտը պետք է ներկա լիներ, ժպտերես, իր հաջողակ ամուսնու կողքին ներկայացնելով կատարյալ ընտանիքը։ Նա դուրս եկավ զուգարանից դանդաղ քայլեց միջանցքով, որը տանում էր դեպի գլխավոր սրահ։ Ամեն քայլը չափված էր, հաշվարկված։ Հղիությունը դանդաղեցրել էր նրա շարժումները, դարձրել ավելի զգույշ։ Նա զգում էր, թե ինչպես է երեխան շարժվում իր ներսում, կարծես ուզում էր հիշեցնել, որ մենակ չէ, որ այսքան կեղծիքի մեջ մի մաքուր ու ճշմարիտ բան է աճում։ Միջանցքը երկար էր, պատված ոսկեզոծ հայելիներով լուսավորված բյուրեղապակյա ջահերով։ Անահիտը կարող էր տեսնել իր անվերջ բազմացող արտացոլանքը, կարծես իր հազարավոր տարբերակներ քայլում էին տարբեր ուղղություններով։ Ո՞րն էր իսկականը։ Նա, ով ժպտում էր ամսագրերի լուսանկարներում Դավիթի կողքին։ Նա, ով ծածնում էր, թե երջանիկ է ընտանեկան ճաշկերույթներին։ Թե նա, ում հիմա տեսնում էր հայելու մեջ, հոգնած աչքերով կրծքում մի ծանրությամբ, որը ոչ մի հղիության փոր չէր կարող բացատրել։ Մի պահ կանգ առավ, ձեռքը հենելով սառը պատին։ Փակեց աչքերն ու խորը շունչ քաշեց։ Հյուրանոցը զարդարող ներկրված ծաղիկների բույրը լցվեց քթանցքները, չափազանց քաղցր, գրեթե սրտխառնոց առաջացնող։ Այստեղ ամեն ինչ չափազանցված էր, ավելորդ, մի շքեղության տոնախմբություն, որն Անահիտն այդպես էլ չէր կարողացել իսկապես գնահատել։ Նա հիշեց Լոռու մարզի իրենց համեստ տունը, պատշգամբը, որտեղ կիրակի առավոտյան հոր հետ սուրճ էր խմում, տնական հացի բույրը, որ մայրը թխում էր շաբաթ օրերին։ Այո, դա էր իրականը։ Դա էր արժեքավորը։ Բայց մայրն արդեն 5 տարի է, ինչ նրանց հետ չէր։ Հեռացել էր լուր, ինչպես ապրել էր, թողնելով մի դատարկություն, որն Անահիտը դեռ փորձում էր լցնել։ Իսկ հիմա նա այստեղ էր, հղի, միայնակ հարյուրավոր մարդկանց մեջ, պատրաստվելով դիմակայել մի գիշերվա, որը, սիրտը հուշում էր, լավ չէր ավարտվելու։ Սրահի երկփեղկ դռները բացվեցին նրա առջ, Անահիտին դիմավորեց նրբաճաշակ խոսակցությունների, զուսպ ծիծաղի դատարկ կենացների համար բարձրացվող բաժակների անդադար զնգոցի սիմֆոնիան։ Մթնոլորտը վեհաշուք էր։
Բյուրեղապակյա ջահերը կախված էին բարձր առաստաղից, անթերի սպիտակ սփռոցներով ծածկված կլոր սեղանները շրջապատում էին կենտրոնական պարահրապարակը, իսկ հետնամասում բեմ, որտեղ նվագախումբը կատարում էր դասական երաժշտություն, տեխնիկապես կատարյալ, բայց առանց հոգու։ Անահիտը կանգնեց մուտքի մոտ, դիտելով այդ տիեզերքը, որը երբեք իսկապես իրենը չէր լինելու։ Այնտեղ մոտ 200 մարդ կար, գուցե ավելին։ Հեռուստատեսությունից հայտնի դեմքեր, գործարարներ, որոնց անունները հայտնվում էին թերթերի տնտեսական սյունակներում, բարձրաշխարհիկ տիկնայք, որոնք ապրում էին նման խնջույքներին ներկա գտնվելով։ Բոլորը հագնված էին լավագույնը, ինչ կարելի էր գնել փողով, բոլորը ժպտում էին, բոլորը խաղում էին խնամքով փորձված դերեր։ Մի մատուցողուհի անցավ, առաջարկելով խավիարով սաղմոնով բրուսկետաներ։ Անահիտը ձեռքի քաղաքավարի շարժումով հրաժարվեց։ Ստամոքսը խառնում էր նույնիսկ ուտելիքի մասին մտածելիս։ Վերջին ամիսներին անհանգստությունը դարձել էր նրա մշտական ուղեկիցը, խլելով ախորժակը, քունը, հանգստությունը։ Բժիշկն ասել էր, որ դա նորմալ է, որ շատ հղիներ են դրա միջով անցնում։ Բայց Անահիտը գիտեր, որ դա միայն հղիությունը չէր։ Դա մնացած ամեն ինչն էր։ Դա իր ամուսնության փլուզումը տեսնելն էր։ Դա սեփական կյանքում անտեսանելի զգալն էր։ Դավիթը կանգնած էր փողկապավոր տղամարդկանց մի խմբի կենտրոնում, եռանդով ժեստեր անելով, մինչ քննարկում էր թվեր, կանխատեսումներ, ընդլայնումներ։ Նա նույնիսկ չնկատեց, երբ Անահիտը ներս մտավ։ Կամ գուցե նկատել էր նախընտրել անտեսել, ինչպես անում էր վերջին շաբաթներին։ Նա բարձրահասակ էր, լայնաթիկունք, սմազերը հետ սանրած մի ժպիտով, որը նույն հեշտությամբ գրավում էր ներդրողներին ու գործընկերներին, ինչպես մի ժամանակ գրավել էր Անահիտի սիրտը։ Բայց այդ ժպիտն այլևս երբեք իրեն ուղղված չէր։ Ոչ այն օրվանից, երբ իմացել էր, որ հղի է։ Ոչ այն օրվանից, երբ ամեն ինչ սկսել էր փլուզվել։ Անահիտը շրջող սկուտեղներից մեկից մի բաժակ գազավորված ջուր վերցրեց, զգուշորեն կանգնեց սրահի մի անկյունում, որտեղից կարող էր ամեն ինչ դիտել, առանց ուշադրության կենտրոնում լինելու։ Այդպես էր նա խնդրում։ Միշտ էր նա խնդրել։ Երբեք չէր տեղավորվել արտաքին տեսքի իշխանական խաղերի այս աշխարհում։ Նա Լոռու մարզի ավանդական ընտանիքից էր, դաստիարակված պարզ արժեքներով, ուշադրության կենտրոնից հեռու։ Հայրը, Տիգրան Սարգսյանը, համեստ, բայց հարգված մարդ էր կարճ շրջանակներում։ Նա իր կարողությունը կուտակել էր գյուղատնտեսության անշարժ գույքի ոլորտում, միշտ համեստ։ Կենսակերպ վարելով, խուսափելով ցուցամոլությունից։ Անահիտը նրանից է ժառանգել այդ զսպվածությունը, լռությունը ներկայացումից գերադասելը։ Այդպես էլ ծանոթացել էր Դավիթի հետ տարիներ առաջ, Գյումրիում կայացած գործարար համաժողովի ժամանակ։ Նա դասախոսություն էր կարդում տեխնոլոգիական նորարարությունների մասին, իսկ ինքն այնտեղ էր, ներկայացնելով ընտանեկան ընկերությունը։ Անմիջապես քիմիա առաջացավ։ Զրույցներ, որոնք ձգվում էին մինչ լուսաբաց, ապագայի ընդհանուր ծրագրեր, երազանքներ, որոնք հնարավոր էին թվում, երբ միասին էին։ Ամուսնացան 1 տարի անց, ջերմուկում կայացած համեստ արարողությամբ, քիչ հյուրերով, շատ անկեղծ հուզմունքով։ Բայց Երանը փոխել էր Դավիթին։ Կամ գուցե պարզապես բացահայտել էր, թե ով է նա եղել միշտ։ Հավակնությունն աճում էր, կլանելով այն բարի տղամարդուն, ում Անահիտը ճանաչել էր։ Գործուղումներն ավելի հաճախակի դարձան, զրույցներն ավելի մակերեսային, հպումներն ավելի հազվադեպ։ Եվ հետո եկավ հղիությունը։ Անահիտը պատկերացնում էր, որ լուրը նորից կմտերմացնի իրենց, որ երեխան կամուրջ կլինի այն երկու աշխարհների մեջ, որտեղ նրանք ապրում էին։ Բայց Դավիթը լուրն ընդունել էր ծանր, գրեթե մեղադրական լռությամբ, կարծես ինքն աններելի սխալ էր գործել։ Սրահի մուտքի մոտ մի շարժում գրավեց նրա ուշադրությունը։ Մի կին ներս մտավ, բոլոր գլուխները շրջվեցին։ Անհնար էր չնայել։ Նա այն գեղեցկության տերն էր, որը ուշադրություն էր պահանջում, որը գիտեր դա սնվում էր դրանով։ Կարմիր, կիպ զգեստ, ռազմավարական լանջաբացվածք, շիկահեր, կատարյալ սանրված մազեր, որոնք ջրվեժի պես թափվում էին մեջքին։ Բարձրակրունկներ, որոնք նրան ստիպում էին քայլել գրեթե ամբարտավան վստահությամբ։ Անահիտն անմիջապես ճանաչեց նրան։ Լիլիթ Ավետիսյան, Մանուկյան տեղ.ի մարքեթինգի տնօրենը։ Այն կինը, որը բոլոր լուսանկարներում հայտնվում էր Դավիթի կողքին գործարար ամսագրերում։ Այն կինը, ում օծանելիքի բույրն Անահիտը զգում էր ամուսնու վերնաշապիկներից, երբ նա ուշ էր վերադառնում ժողովներից։ Անահիտի ստամոքսը խառնեց։ Չէր կարող պատահել։ Ոչ այստեղ։
Ոչ այս գիշեր։ Բայց Լիլիթն արդեն քայլում էր սրահով, կարծես տան տիրուհին լիներ, ողջունելով մարդկանց, բաժանելով հաշվարկված ժպիտներ։ Եվ նրա աչքերը փնտրում էին միայն մեկ մարդու՝ Դավիթին։ Երբ վերջապես գտավ նրան, Լիլիթը մոտեցավ այնպիսի անկաշկանդությամբ, կարծես լիակատար իրավունք ուներ այնտեղ լինելու։ Դիպավ Դավիթի թին մտերմաբար։ Ինչ-որ բան շշնջաց նրա ականջին, որը ստիպեց նրան ժպտալ։ Մի ժպիտ, որն Անահիտը ամիսներ շարունակ չէր տեսել։ Մի ժպիտ, որը մի ժամանակ միայն իրենն էր։ Անահիտը զգաց, որ ոտքերը թուլանում են։ Կառչեց մոտակա սեղանից, փորձելով պահպանել հանգստությունը։ Չէր կարող տեսարան սարքել։ Ոչ այստեղ։ Ոչ բոլորի առաջ։ Բայց Լիլիթի ներկայությունը վիրավորանք էր, հանրային հայտարարություն այն բանի մասին, ինչը նախկինում միայն մութ միջանցքներում շնջացվող կասկածներ էին։ Մեկ այլ կերպար մոտեցավ։ Գայանե Մանուկյանը, Անահիտի սկեսուրը։ 60-ամյա մի կին, որը 50-ի տեսք ուներ, շնորհիվ թանկարժեք գեղարարական միջամտությունների խնամքի ռեժիմի, որն ավելի շատ ժամանակ էր խլում, քան ցանկացած իրական աշխատանք։ Գայանեն միշտ սառն էր եղել Անահիտի հետ, առաջին իսկ օրվանից հասկացնելով, որ հարսը երբեք բավականաչափ լավը չի լինի իր որդու համար։ Նա հին երանցի արդյունաբերողների ընտանիքից էր, Դավիթի ամուսնությունը Լորեցի աղջկա հետ համարում էր չափազանց մեծ զիջում։ Գայանեն կանգնեց Անահիտի կողքին, նրան վերից վար նայելով այն մշտական դժգոհության հայացքով, որը կրում էր որպես աքսեսուար։ Լավ ես, սիրելիս, հարցրեց նա մի ձայնով, որից կեղծ անհանգստություն էր կաթում։ Գունատ տեսք ունես։ Գուցե պետք է տանը մնայիր, հանգստանայիր։ Նման միջոցառումները կարող են հոգնեցուցիչ լինել քո վիճակում գտնվողի համար։ Անահիտը ստիպողաբար ժպտաց։ Լավ եմ, տիկին Գայանե։ Շնորհակալ եմ անհանգստության համար։ Գայանեն հայացքը տեղափոխեց Դավիթի Լիլիթի վրա, որոնք աշխույժ զրուցում էին։ Նա փայլուն է, այդպես չես կարծում, շարունակեց Գայանեն, նույնիսկ չփորձելով քողարկել իր միտքը։ Ընկերությունը շատ է աճել, երբ Լիլիթը ստանձնեց մարքեթինգը։ Դավիթը միշտ լավ է իմացել իր թիմն ընտրել։ Պետք է մեր շուրջն ունենալ գրագետ մարդիկ, որոնք հասկանում են բիզնեսի աշխարհը։ Հաղորդագրությունը պարզ էր։ Անահիտը չէր հասկանում։ Անահիտը չէր պատկանում։ Անահիտը պարզապես մի սխալ էր, որին պետք էր հանդուրժել, հատկապես հիմա, երբ կրում էր Մանուկյանների ժառանգին։ Երաժշտությունը փոխվեց։ Նվագախումբը սկսեց վալս նվագել, մի քանի զույգ ուղղվեց դեպի պարահրապարակ։ Դավիթը շուրջը նայեց, մի կարճ պահ նրա հայացքը հանդիպեց Անահիտի հայացքին։ Այնտեղ ինչ-որ բան կար, ճանաչման մի փայլ, գուցե նույնիսկ մեղքի զգացում։ Բայց հետո Լիլիթը նորից դիպավ նրա թին, նա հայացքը փախցրեց։ Անահիտը սրտխառնոցի ալիք զգաց։ Վստահ չէր, հղիությունից էր, թե իրավիճակից։ Օդ էր պետք։ Սկսեց քայլել դեպի պատշգամբ տանող դռները, բայց ճանապարհին նրան կանգնեցրին մի քանի ծանոթներ, գործընկերների կանայք, որոնք ցանկանում էին զրուցել դեկորի, նորաձության այլ մանրուքների մասին։ Անահիտը մեխանիկորեն պատասխանում էր, փորձված ժպիտներով, ավտոմատ պատասխաններով, բայց միտքն այլ տեղ էր։ Վերջապես կարողացավ ազատվել, դուրս եկավ պատշգամբ։ Գիշերվա սառը օդը հարվածեց դեմքին, ֆիզիկական թեթացում բերելով։ Դրսում ավելի քիչ մարդ կար, միայն մի քանի զուսպ ծխողներ զույգեր, որոնք փնտրում էին առանձնության պահեր հետաքրքրասեր հայացքներից հեռու։ Անահիտը հենվեց մարմարե բազրիքին, նայեց ներքում լուսավորված քաղաքին։ Երանը երբեք չէր քնում։ Միլիոնավոր լույսեր թարթում էին խավարում, միլիոնավոր կյանքեր ապրում էին իրեն զուգահեռ, յուրաքանչյուրն իր դրամաներով, իր ցավերով։ Դեկտեմբերյան սառը քամին խառնում էր նրա մազերը, իր հետ բերելով քաղաքի հոտը։ Աղտոտվածություն, խառնված անձրի խոստումների հետ։ Անահիտը փակեց աչքերը, թույլ տվեց, որ օդը լցնի թոքերը։ Փորձեց հիշել, թե վերջին անգամ երբ է երջանիկ եղել։ Իսկապես երջանիկ, ոչ թե ձացնելով։ Գուցե այն հանգստյան օրերին Ծաղկաձորում 2 տարի առաջ, երբ Դավիթը դեռ քնքշությամբ էր նայում իրեն, երբ դեռ ժամերով խոսում էին ամեն ինչի ոչնչի մասին։ Թվում էր, թե մի ամբողջ կյանք է անցել։ Թվում էր, թե մեկ այլ մարդ էր։ Նա ձեռքը դրեց փորին, զգալով երեխայի թեթ շարժումը։ Քնքշության ալիք պատեց նրան։ Գոնե սա գար։ Գոնե մի կյանք էր աճում իր ներսում, մի պատճառ, առաջ շարժվելու, լիովին չհանձնվելու։
Այդ երեխան ավելին էր արժանի։ Արժանի էր ուժեղ մոր, մի մոր, որը թույլ չէր տա իրեն կոտրել։ Բայց, Աստված իմ, որքան դժվար էր։ Որքան հոգնեցուցիչ էր այդ բեռը միայնակ տանելը, ծածնելը, թե ամեն ինչ կարգին է, երբ ամեն ինչ փլուզվում էր։ Նա մտածեց երեխայի մասին։ Ինչպես էր երեխա մեծացնելու այս թունավոր միջավայրում։ Ինչպես էր պաշտպանելու նրան այս ամբողջ կեղծիքից։ Գուցե ժամանակն էր որոշում կայացնելու։ Գուցե ժամանակն էր դադարելու ծածնել, թե ամեն ինչ լավ կլինի։ Մի աղմուկ հետից ստիպեց նրան շրջվել։ Լիլիթն այնտեղ էր, միայնակ, ձեռքին շամպայնի բաժակ մի ժպիտ, որը չէր հասնում աչքերին։ Անահիտ, ինչ անակնկալ։ Էգ այստեղ տեսնել, ասաց Լիլիթը, դանդաղ մոտենալով։ Կարծում էի, ներսում խնջույքն ես վայելում։ Նրա ձայնը չափազանց քաղցր էր, արհեստական, ինչպես այն քաղցրացուցիչները, որոնցից Անահիտը խուսափում էր հղիության ընթացքում։ Այդ քաղցրության տակ թույն էր թաքնված, Անահիտը դա զգում էր։ Նա ուղղվեց, փորձելով ավելի ուժեղ ելալ, քան զգում էր, փորձելով չցուցադրել վախը, որը սկսում էր սողալ ողնաշարով։ Մի քիչ օդ էր պետք, ասաց Անահիտը, ձայնը պահելով հաստատուն։ Լիլիթը ծիծաղեց, սառը հաշվարկված մի ձայնով, մեկ քայլ արեց դեպի Անահիտը։ Հիմա նրանք շատ մոտ էին։ Անահիտը զգում էր նրա թանկարժեք օծանելիքի բույրը, տեսնում էր անթերի շպարի մանրամասները, նկատում էր հաղթանակի փայլը մյուս կնոջ կապույտ աչքերում։ Պատկերացնում եմ, շարունակեց Լիլիթը, թեթակի թեքելով գլուխը։ Դժվար պետք է լինի տեսնել, թե ինչպես է ամուսին փայլում առանց քեզ իր կողքին։ Բայց հասկանալի է։ Դու երբեք էլ խնջույքների սիրահար չես եղել, այնպես չէ՞։ Միշտ այնքան լուռ, այնքան աննկատ։ Այնքան անհետաքրքիր։ Ամեն բառ դանակի հարված էր, քողարկված սովորական զրույցի տակ։ Անահիտը զգաց, որ ձեռքերը դողում են։ Ավելի ուժեղ սեղմեց մարմարե բազրիքը։ Բառերի թույնն անսխալական էր։ Անահիտը զգաց, որ սիրտը բաբախում է։ Ինչ ես ուզում, Լիլիթ։ Լիլիթը մի քայլ առաջ արեց, ներխուժելով Անահիտի անձնական տարածք։ Ես։ Ոչինչ։ Պարզապես եկել եմ մի երկու խոսք ասելու, կինը կնոջ։ Դու գիտես, որ սա, մի փոքր դադար տվեց մատնացույց արեց Անահիտի փորը, ոչինչ չի փոխում, այնպես չէ։ Ես ու Դավիթը յուրահատուկ կապ ունենք։ Մի բան, որ դու երբեք չես հասկացել։ Դու կարող ես ունենալ նրա անունը թղթի վրա, բայց ես ունեմ նրա հոգին։ Ես ունեմ գիրքը։ Ես ունեմ այն ամենը, ինչ կարոր է։ Նախքան Անահիտը կհասցներ պատասխանել, Լիլիթը շամպայնի բաժակի պարունակությունը շփեց նրա դեմքին։ Սառը հեղուկը հոսեց մաշկով, մազերով, լաքայելով սպիտակ զգեստը։ Անահիտը մի պահ քարացավ, ցնցված, չկարողանալով ընկալել, թե ինչ տեղի ունեցավ։ Եվ հետո հայտնվեց Գայանեն, կարծես ամեն ինչ նախապես կազմակերպված լիներ։ Նա ձեռքին սպիտակ գինու բաժակ ուներ սառը, դիտավորյալ շարժումով պարունակությունը թափեց Անահիտի ուսին։ Վայ, ասաց Գայանեն, առանց զղջման որե նշույլի։ Ինչպիսի։ Անզգույշ եմ։ Անահիտը դողում էր։ Ցրտից, զայրույթից, նվաստացումից։ Շուրջը նայեց նկատեց, որ մի քանի մարդ մոտեցել է պատշգամբին, գրավված շարժումով։ Հեռախոսներ էին բարձրացվում։ Զուսպ լուսարձակումներն արձանագրում էին տեսարանը։ Հղի կինը, թրջված, հրապարակայնորեն նվաստացված սիրուհու սկեսուրի կողմից։ Նա փորձեց պահպանել արժանապատվությունը, փորձեց չլացել, բայց արցունքներն արդեն սկսում էին այրել աչքերը։ Եվ հետո հայտնվեց Դավիթը։ Վերջապես։ Իր ամուսինը։ Այն տղամարդը, որը խոստացել էր պաշտպանել իրեն։ Իր երեխայի հայրը։ Ինչ է կատարվում այստեղ, հարցրեց Դավիթը, բայց նրա տոնը ոչ թե անհանգստության, այլ զայրույթի էր։ Անահիտը նայեց նրան, հուսալով, որ վերջապես կկանգնի իր կողքին, որ դուրս կհանի այդ կանանց, որ կպաշտպանի իրեն։ Բայց Դավիթը նայեց Լիլիթին, հետո մորը, ապա Անահիտին դժգոհության արտահայտությամբ։ Դու տեսարան ես սարքում, ասաց նա, ցածր, բայց հաստատուն։ Սա անհարմար է, Անահիտ։ Բոլորի համար։ Բառերն ընկան նրա վրա քարերի պես։ Նա մեղադրում էր իրեն։ Այս ամենից հետո մեղադրում էր իրեն։ Նրանք հարձակվեցին ինձ վրա, շշնջաց Անահիտը, ձայնը կոտրվելով։ Նրանք ինձ վրա խմիչք լցրին։
Բոլորի առաջ։ Դավիթը հոգոց հանեց, կարծես ինքը համար երեխա լիներ։ Դու չափազանցնում ես։ Հղիության հորմոններ են, հավանաբար։ Լիլիթն ու մայրս դա առանց պատճառի չէին անի։ Դու, երի, ինչ-որ բան ես հրահրել։ Շուրջ բոլորի ամբոխն աճում էր։ Ավելի շատ հեռախոսներ։ Ավելի շատ հայացքներ։ Ավելի շատ լուռ դատապարտումներ։ Անահիտը զգաց, որ աշխարհը պտտվում է իր շուրջը։ Մի՞թե ոչ ոք չէր տեսել։ Մի՞թե ոչ ոք չէր պաշտպանելու իրեն։ Լիլիթը նորից մոտեցավ, այժմ կեղծ անմեղության արտահայտությամբ։ Դավիթ, սիրելիս, նա ինձ սարսափելի բաներում մեղադրեց։ Ասաց, որ ես փորձում եմ քանդել իր ամուսնությունը։ Այնքան վրդովվեցի, որ առանց ուզենալու բաժակը գցեցի։ Դա պատահմունք էր։ Գայանեն գլխով արեց։ Ճիշտ այդպես։ Ես էլ փորձեցի օգնել, բայց ես էլ շփոթվեցի։ Անահիտը միշտ շատ դրամատիկ է եղել։ Իմ որդու հետ ամուսնանալուց ի վեր միշտ խնդիրներ է ստեղծում։ Անահիտը շուրջը նայեց, հուսահատ փնտրելով դաշնակից մի ձայն, որը կասեր ճշմարտությունը։ Բայց բոլորը պարզապես դիտում էին, կարծես թատերական ներկայացում լիներ։ Ոչ ոք չէր շարժվում։ Ոչ ոք չէր խոսում։ Եվ հետո Լիլիթը գրպանից հանեց հեռախոսը, ցույց տվեց շրջապատողներին։ Էկրանին լուսանկար էր։ Լիլիթն ու Դավիթը, գրկախառնված, հյուրանոցի մահճակալին։ Ամսաթիվը նշված էր անկյունում։ Անահիտի Դավիթի ամուսնության տարեդարձի հաջորդ օրը։ Անահիտը զգաց, որ օդը պակասում է թոքերում։ Նա հիշում էր այդ օրը։ Հիշում էր, թե ինչպես էր արթնացել մենակ մահճակալում, ինչպես էր հատուկ նախաճաշ պատրաստել, միասին մեկ տարին նշելու համար, ինչպես էր սպասել Դավիթի վերադարձին ենթադրյալ հրատապ ժողովից։ Նա ուշ էր եկել, պատրաստի արդարացումներով ճակատին շտապ համբույրով։ Եվ ինքը հավատացել էր։ Ինչպես էր այդքան միամիտ եղել։ Լուսանկարը ձեռքից ձեռք էր անցնում պատշգամբում ներկա գտնվողների միջ։ Ոմանք հայացքները փախցնում էին, անհարմար զգալով։ Մյուսները դիտում էին խղճահարության հիվանդագին հետաքրքրասիրության խառնուրդով։ Անահիտը զգում էր լուռ դատապարտումները, դաժան մտքերը։ Խեղճ կին։ Պետք է իմանար։ Բոլորը գիտեին։ Ինչպես չնկատեց։ Ներողություն, սիրելիս, ասաց Լիլիթը, ձայնի մեջ մաքուր թույնով, հեռախոսը հետ դնելով։ Բայց դու պետք է հասկանաս։ Որոշ կանայք ծնված են կին լինելու համար։ Մյուսները՝ ցանկալի լինելու։ Իսկ դու միշտ ավելի շատ կնոջ տիպար ես եղել։ Անհետաքրքիր։ Կանխատեսելի։ Տնային։ Բառերն արձագանքում էին պատշգամբի լռության մեջ կրակոցների պես։ Անահիտը զգաց, որ արցունքներն այրում են աչքերը, բայց հրաժարվեց թույլ տալ, որ դրանք թափվեն։ Լիլիթին այդ բավականությունը չէր պատճառի։ Անահիտը զգաց, որ իր ներսում ինչ-որ բան կոտրվեց։ Ոչ միայն սիրտը։ Ինչ-որ ավելի խորը բան։ Դա հույսի վերջին շողն էր, որ դեռ պահում էր։ Դուք ինձ չեք կոտրի, շշնջաց նա, ավելի շատ իրեն, քան նրանց։ Բայց հետո Լիլիթը նորից մոտեցավ, այս անգամ ձեռքին կարմիր գինու բաժակ ուներ։ Եվ արագ, դաժան շարժումով պարունակությունը լցրեց ուղիղ Անահիտի փորի վրա։ Գինին հոսեց սպիտակ զգեստի վրայով արյան պես։ Լաքան տարածվեց, դաժան, տեսանելի։ Ճիչեր արձագանքեցին շուրջ բոլորը։ Որոշ կանայք ձեռքերը տարան բերանին։ Տղամարդիկ վրդովված մրմնջացին։ Բայց ոչ ոք չշարժվեց օգնելու։ Անահիտը սայթաքեց։ Ուժեղ գլխապտույտ զգաց։ Եվ հետո ինչ-որ մեկը հրեց նրան։ Նա չտեսավ, թե ով էր։ Գուցե Լիլիթը, գուցե Գայանեն։ Բայց զգաց հարվածը, կորցրեց հավասարակշռությունը, քիչ մնաց ընկներ։ Եվ հենց այդ պահին, երբ ամեն ինչ կորած էր թվում, երբ նվաստացումը հասել էր իր գագաթնակետին, պատշգամբի դռները ուժգին բացվեցին։ Մի տղամարդ ներս մտավ։ Բարձրահասակ, ալեխառն մազերով, լայնաթիկունք, հաստատուն հանգիստ հայացքով։ Նա չվազեց։ Չգոռաց։ Պարզապես քայլեց այն մարդու հեղինակությամբ, ով հստակ գիտի, թե ով է ինքը, ինչ ուժ ունի։ Ամբողջն ինքնաբերաբար ճանապարհ տվեց։ Ոմանք անմիջապես ճանաչեցին նրան։ Տիգրան Սարգսյան։
Այն անունը, որը լուռ սարեր էր շարժում։ Այն մարդը, որը հազվադեպ էր հայտնվում հասարակական միջոցառումներին, բայց ում ներկայությունը բավական էր ցանկացած իրավիճակի ընթացքը փոխելու համար։ Նա շուրջը նայեց, գնահատելով տեսարանը։ Իր դուստրը, թրջված, դողացող, փլուզման եզրին։ Եվ հետո նրա աչքերը նեղացան։ Ո՞վ է դիպել իմ աղջկան։ Ձայնը ցածր էր, բայց օդը կտրում էր սուր շեղբի պես։ Հաջորդած լռությունն էր։ Նույնիսկ երաժշտությունը դադարեց։ Անահիտը նայեց հորը, այդ սարսափելի գիշերվա ընթացքում առաջին անգամ զգաց, որ մենակ չէ։ Ասացեք ինձ, թե ինչ կարծիքի եք այս պատմության մասին, ինչպես եք կարծում այն կավարտվի։ Պատշգամբը պատած լռությունը խլացուցիչ էր։ Տիգրան Սարգսյանը կանգնած էր անշարժ, վեհ, նրա աչքերը սահում էին ներկա յուրաքանչյուր դեմքի վրայով այնպիսի սրությամբ, որ մարդիկ հայացքները փախցնում էին։ Նա կարիք չուներ գոռալու։ Երբեք չէր ունեցել։ Նրա ներկայությունը բավական էր ցանկացած միջավայր ղեկավարելու, ամենազորներին ստիպելու խոնարհվել, առանց նույնիսկ ձայնը բարձրացնելու։ 62 տարեկանում Տիգրանը պահպանում էր այն ուղիղ կեցվածքը, որը բնորոշ է երբեք ոչ ոքի առաջ չխոնարհված մարդուն։ Նրա ալեխառն մազերը անթերի սանրված էին, իտալական ձվածքի մուգ կապույտ կոստյումը կատարյալ նստում էր նրա դեռս մարզական կազմվածքի վրա, իսկ շագանակագույն աչքերում տասնամյակների փորձառություն կար մարդկանց կարդալու, սուտը բացահայտելու, իրենը պաշտպանելու։ Եվ աշխարհում ոչինչ ավելի իրենը չէր, քան Անահիտը։ Նա սառնասրտորեն դիտում էր իր արջի տեսարանը, ինչպես գեներալը կգնահատեր մարտի դաշտը։ Իր դուստրը, թրջված, դողացող, սպիտակ զգեստի վրայով հոսող խմիչքի հետքերով։ Հղիության ընդգծված փորը ամեն ինչ դարձնում էր էլ ավելի ցնցող, էլ ավելի վրդովեցուցիչ։ Շուրջբոլորը տասնյակ մարդիկ, որոնք դիտել էին ամեն ինչ, ոչինչ չանելով, չմիջամտելով, չպաշտպանելով։ Իսկ ավելի առջում մեղավորները։ Կարմիր զգեստով շիկահերը, որին նա չէր ճանաչում, բայց արդեն արհամարհում էր։ Սկեսուրը, որին ճանաչել էր Անահիտի ուղարկած լուսանկարներից, միշտ այն գերազանցության հայացքով։ Եվ Դավիթը Փեսան, որը խոստացել էր սիրել պաշտպանել իր միակ դստերը։ Անահիտը զգաց, որ արցունքները վերջապես դուրս են պրծնում։ Դրանք թուլության արցունքներ չէին, այլ մաքուր բացարձակ թեթացման։ Հայրն այստեղ էր։ Նա այլս մենակ չէր։ Ամիսներ շարունակ լքված, անտեսանելի, անպետք զգալուց հետո, վերջապես իր կողքին ինչ-որ մեկը կար։ Մեկը, ով հոգ էր տանում։ Մեկը, ով կպայքարեր իր համար։ Տիգրանը չափված քայլերով մոտեցավ դստերը, յուրաքանչյուր շարժումը լի էր նպատակասլացությամբ։ Մոտենալով նրան, հանեց իր անթերի կոստյումի բաճկոնը դրեց Անահիտի ուսերին, ծածկելով շամպայնի գինու հետքերը, որոնք այլանդակում էին նրա սպիտակ զգեստը։ Ժեստը պարզ էր, բայց լի իմաստով։ Պաշտպանություն։ Հոգատարություն։ Անվերապահ սեր։ Աղջիկս, ասաց նա ցածր, որ միայն ինքը լսի։ Վնասվել ես։ Անահիտը բացասական շարժում արեց գլխով, անկարող խոսելու։ Կոկորդը սեղմվել էր, հույզերը հորթում էին այնպես, որ չէր կարողանում վերահսկել։ Տիգրանը գլխով արեց, հետո շրջվեց դեպի շուրջը հավաքված ամբոխը։ Վերջին անգամ եմ հարցնում, ասաց նա, ձայնը ցածր, բայց պողպատի պես սուր։ Ո՞վ է դիպել իմ հղի աղջկան։ Լռությունը շարունակվեց։ Որոշ մարդիկ սկսեցին զգուշորեն հեռանալ, չցանկանալով կապվել այն ամենի հետ, ինչ տեղի էր ունենալու։ Լիլիթը մնաց իր տեղում, բայց դեմքը կորցրել էր րոպեներ առաջվա ամբարտավան վստահությունը։ Գայանե Մանուկյանը մի քայլ առաջ արեց, փորձելով իրավիճակը վերցնել իր վերահսկողության տակ։ Տիգրան, ինչ անակնկալ է ձեզ այստեղ տեսնել, սկսեց նա ստիպողաբար ժպտալով։ Չգիտեի, որ կգաք։ Տեսեք, այստեղ մի փոքր թյուրիմացություն է եղել։ Անահիտը մի քիչ զգայուն է, գիտեք ինչպես է լինում, հղիությունը կանանց զգացմունքային է դարձնում։ Տիգրանը ձեռքը բարձրացրեց, մի պարզ ժեստ, որը կիսատ թողեց Գայանեի խոսքը։ Նա գրպանից հանեց հեռախոսը, մի քանի անգամ հպվեց էկրանին։ Հետո սարքը շրջեց, որ բոլորը տեսնեն։ Դա տեսանյութ էր։ Հյուրանոցի անվտանգության տեսախցիկները ֆիքսել էին ամեն ինչ։ Անկյունը կատարյալ էր, ռազմավարականորեն տեղադրված, ամբողջ պատշգամբը ծածկելու համար։ Տիգրանը միշտ մանրակրկիտ էր եղել իր գործերում, միշտ պատրաստ էր բոլոր հնարավոր իրավիճակներին։
Երբ ստացել էր անանուն զանգը հյուրանոցի աշխատակցից մեկից, ով ականատես էր եղել բախման սկզբին, պարտավորված էր զգացել զգուշացնել իրեն, նա արդեն ճանապարհին էր։ Եվ նրա առաջին գործողությունը ժամանելուն պես եղել էր անվտանգության տեսախցիկների տեսագրություններին հասանելիություն պահանջելը։ Տեսանյութը ցույց էր տալիս ամեն ինչ։ Լիլիթը մոտենում էր Անահիտին այն գիշատիչ ժպիտով։ Փոխանակված խոսքերը, թե առանց ձայնի, պարզ էին դառնում մարմնի լեզվից։ Անահիտը փորձում էր հեռանալ, Լիլիթը առաջ գալ։ Եվ հետո այն ճշգրիտ պահը, երբ նա շամպայնը շփեց հղի կնոջ դեմքին։ Պատկերը կատարյալ ֆիքսել էր Անահիտի ցնցված արտահայտությունը, դեմքով հոսող հեղուկը, որը լաքայում էր խնամքով ընտրված զգեստը։ Հաջորդիվ տեսանյութում հայտնվում էր Գայանեն։ Նրա շարժումներում ոչ մի պատահական բան չկար։ Նա մոտենում էր վճռական քայլերով, սպիտակ գինու բաժակն արդեն դիրքում, պարունակությունը թափում էր Անահիտի վրա հաշվարկված, գրեթե գիտական սառնությամբ։ Տեսախցիկը նույնիսկ ֆիքսել էր այն գոհունակ ժպիտը, որը կարճ ժամանակով անցել էր նրա դեմքով։ Եվ ավելի ուշ, այն տեսարանը, որը ստիպեց ներկաներից շատերին սարսափի բացականչություններ արձակել։ Լիլիթը վերադառնում էր կարմիր գինու բաժակով, հատուկ նշանառելով Անահիտի փորը, լցնելով մուգ կարմիր հեղուկը, որն արյան պես հոսում էր սպիտակ զգեստի վրայով։ Եվ հետո հրումը։ Նուրբ, բայց վերջնական։ Անահիտը սայթաքում էր, քիչ մնում ընկներ, վերջին պահին կառչելով բազրիքից։ Ամեն ինչ այնտեղ էր։ Գրանցված բարձր որակով։ Անհերքելի։ Անվիճելի։ Տիգրանը ոչինչ չասաց։ Պարզապես թույլ տվեց, որ տեսանյութը մինչ վերջ գնա, մինչ ամբոխի մրմունջներն աճում էին։ Որոշ կանայք ձեռքերը տարան բերանին, ցնցված։ Տղամարդիկ գլուխները թափահարում էին դժգոհությամբ։ Ալիքը շրջվում էր, բոլորը դա զգում էին։ Մի ալեհեր տիկին, ֆինանսական ոլորտի կարևոր գործարարի կինը, առաջինը բարձրաձայն արտահայտվեց։ Սա անթույլատրելի է։ Հղի կնոջ հետ։ Ինչպես կարող են։ Այլ ձայներ միացան նրան։ Այն, ինչ սկսվել էր մրմունջներով, վերածվում էր բացահայտ դատապարտման։ Նույն մարդիկ, որոնք րոպեներ առաջ լուր դիտում էին, որոնք մատը մատին չէին տվել օգնելու համար, այժմ իրենց հարմարավետ էին զգում հրապարակայնորեն դատելու։ Կեղծավորությունը շոշափելի էր, բայց Անահիտին դա չէր հետաքրքրում։ Կարևորն այն էր, որ ճշմարտությունը բացահայտվում էր։ Մանուկյան տեխի ամենակարևոր ներդրողներից մեկը, Ռուբեն Ղազարյան անունով մի մարդ, որը ղեկավարում էր միլիարդավոր դրամների ներդրումային հիմնադրամ, մոտեցավ Դավիթին։ Նրա արտահայտությունը բարեկամական չէր։ Դավիթ, մենք պետք է խոսենք, ասաց նա, ցածր, բայց հաստատուն։ Վաղը, առավոտյան։ Դա հրավեր չէր։ Հրաման էր։ Եվ Դավիթը հստակ գիտեր, թե դա ինչ էր նշանակում։ Նյարդայնացած ներդրողներ։ Ռիսկի տակ գտնվող գործընկերություններ։ Իր կառուցած կայսրությունը սկսում էր ճաքեր տալ հիմքերից։ Դավիթը վերջապես շարժվեց։ Մոտեցավ Տիգրանին, ձեռքերը բարձրացրած հաշտեցնող ժեստով։ Պարոն Սարգսյան, ես չգիտեի, որ դուք այստեղ կլինեք, սկսեց նա, ձայնը դողալով։ Տեսեք, այս ամենը մեծ թյուրիմացություն է։ Անահիտը վերջերս մի քիչ լարված է։ Տիգրանը նրան ընդհատեց հայացքով։ Դու Դավիթ Մանուկյանն ես, այնպես չէ, հարցրեց նա, թե ակնհայտորեն գիտեր պատասխանը։ Այն տղամարդը, որն ամուսնացել է իմ դստեր հետ 3 տարի առաջ։ Այն տղամարդը, որը խոստացել է հոգ տանել նրա մասին, պաշտպանել նրան, հարգել նրան։ Այո, պարոն։ Եվ ես, ապա բացատրիր ինձ, ասաց Տիգրանը, ձայնը սուր եզր ստանալով, թե ինչու ես հենց նոր տեսա, թե ինչպես են հրապարակայնորեն հարձակվում իմ հղի կնոջ վրա, իսկ դու նրան պաշտպանելու փոխարեն կանգնած էիր ագրեսորի կողքին։ Դավիթը գունատվեց։ Բերանը բացեց, փակեց, փնտրեց բառեր, որոնք չեկան։ Նրա կողքին Լիլիթը փորձեց միջամտել։ Պարոն Սարգսյան, կարծում եմ, այստեղ թյուրիմացություն կա։ Ես ու Անահիտը զրուցում էինք, ընդամենը։ Իրավիճակը մի քիչ թեժացավ, բայց… Տիգրանը նրան կտրեց այնքան սառը հայացքով, որ նա բնազդաբար հետ քաշվեց։ Իսկ դու ով ես։ Լիլիթը կզակը բարձրացրեց, փորձելով վերականգնել հանգստությունը։ Լիլիթ Ավետիսյան։ Մանուկյան տեղ մարքեթինգի տնօրեն։ Աշխատում եմ անմիջապես Դավիթի հետ, ահա, ասաց Տիգրանը, մի մռայլ հասկացողություն անցավ նրա դեմքով։
Սիրուհին։ Բառն ընկավ ռումբի պես։ Լիլիթը բերանը բացեց բողոքելու, բայց Տիգրանն արդեն շրջվում էր դեպի Գայանեն։ Իսկ դուք պետք է լինեք իմ դստեր սկեսուրը։ Գայանե Մանուկյան, եթե չեմ սխալվում։ Գայանեն փորձեց պահպանել ամբարտավան կեցվածքը։ Տիգրան, մենք պետք է հանգիստ խոսենք։ Այս մեղադրանքներն անհեթեթ են։ Ես երբեք տեսանյութը չի ստում, ընդհատեց Տիգրանը։ Եվ ես պատճեններ ունեմ։ Շատ պատճեններ։ Ուղարկված շատ մարդկանց։ Ներառյալ որոշ լրատվամիջոցների, որոնք կարծում եմ այս պատմությունը շատ հետաքրքիր կհամարեն։ Հաջողակ գործարար, հղի կինը հրապարակայնորեն նվաստացված սիրուհու սկեսուրի կողմից։ Այո, կատարյալ վերնագիր։ Սարսափն անցավ Գայանեի դեմքով։ Դավիթը մի քայլ առաջ արեց, հուսահատ։ Պարոն Սարգսյան, խնդրում եմ։ Մենք կարող ենք սա լուծել քաղաքակիրթ ձով։ Կարիք չկա մամուլին ներգրավելու։ Մտածեք ձեր դստեր հեղինակության երեխայի մասին, որը ծնվելու է։ Տիգրանը շրջվեց դեպի նա մաքուր արամարանքի արտահայտությամբ։ Իմ դստեր հեղինակության։ Իմ դստեր, որի վրա հարձակվել են, երբ նա կրում էր քո երեխային։ Իմ դստեր, որին դու լքեցիր այն պահին, երբ նա ամենաշատը քո կարիքն ուներ։ Դու հիմա։ Ես հեղինակության մասին անհանգստանում։ Ես կարող եմ բացատրել, սկսեց Դավիթը, բայց ձայնը մարեց, երբ տեսավ Տիգրանի դեմքի արտահայտությունը։ Չկա բացատրություն, որն արդարացնի այն, ինչ ես այսօր այստեղ տեսա, ասաց Տիգրանը։ Բայց քանի որ ուզում ես ամեն ինչ լուծել քաղաքակիրթ ձով, եկ հետյալն անենք։ Դու անհապաղ բժշկական օգնություն կկանչես իմ դստեր համար։ Կապահովես, որ նա երեխան լավ են։ Եվ հետո, դու դուրս կգաս նրա կյանքից նրան հանգիստ կթողնես։ Բայց երեխան իմն է, բողոքեց Դավիթը։ Երեխան նրանն է, պատասխանեց Տիգրանը։ Դու կորցրեցիր որևէ բան պահանջելու իրավունքդ այն պահին, երբ թույլ տվեցիր, որ նրա վրա հարձակվեն։ Այդ պահին հյուրանոցի երկու անվտանգության աշխատակից մոտեցան, ուղեկցությամբ կոստյումով մի մարդու, որին Անահիտը ճանաչեց որպես մենեջեր։ Պարոն Սարգսյան, ասաց մենեջերը հարգանքով։ Մենք անանուն բողոքներ ենք ստացել հարձակման մասին։ Անվտանգության տեսագրությունները հաստատում են։ Ոստիկանությունը ճանապարհին է։ Գայանեն գունատվեց։ Ոստիկանություն։ Սա անհեթեթություն է։ Ոչ մի հարձակում չի եղել։ Հարձակում հղի կնոջ վրա, ուղեց Տիգրանը։ Ծանրացուցիչ հանգամանքներով հանցագործություն։ Բայց իհարկե, դուք կարող եք ամեն ինչ բացատրել ոստիկաններին, երբ նրանք գան։ Լիլիթը շուրջը նայեց, փնտրելով ելք, փնտրելով մեկին, ով կաջակցեր իրեն։ Բայց բոլորը հեռացել էին։ Նույնիսկ Դավիթը, որը րոպեներ առաջ իր կողքին էր, երկու քայլ հետ էր արել։ Սա անհեթեթություն է, ասաց Լիլիթը, ձայնը բարձրանալով։ Ես թույլ չեմ տա, որ ինձ հետ վարվեն որպես հանցագործի։ Ապա չպետք է քեզ հանցագործի պես պահեիր, պարզապես պատասխանեց Տիգրանը։ Դիտող ամբողջն այլս չէր թաքցնում իր կարծիքը։ Ցածր ձայնով մեկնաբանություններ էին շրջանառվում պատշգամբում։ Ինչ սարսափ։ Հարձակվել հղիի վրա։ Անամոթներ։ Հասարակությունը կորած է։ Անահիտը լսում էր նրանց, յուրաքանչյուր բառ բալասանի պես էր իր վերքերին։ Մի բժիշկ ժամանեց, կանչված հյուրանոցի անձնակազմի կողմից։ Նա տարեց մարդեր, ալեհեր մազերով հաստատուն ձեռքերով։ Քնքշորեն մոտեցավ Անահիտին։ Տիկին, ես պետք է ձեզ զննեմ։ Գնանք ավելի առանձին տեղ։ Անահիտը նայեց հորը, որը քաջալերող գլխով արեց։ Նա թույլ տվեց, որ բժիշկն իրեն ուղեկցի հյուրանոցի ներս, մի համար, որն արագ տրամադրվեց։ Տիգրանը նրա հետ գնաց, ոչ մի պահ չթողնելով նրա ձեռքը։ Համարը ընդարձակ էր շքեղ կրեմագույն ոսկեգույն երանգներով կահույքով, եգիպտական բամբակյա սավաններով ծածկված մեծ մահճակալով հատակից առաստաղ ձգվող պատուհաններով, որոնք բացում էին լուսավորված քաղաքի համայնապատկերը։ Բայց Անահիտը հազիվ էր նկատում շրջապատող շքեղությունը։ Նրա միտքը կենտրոնացած էր միայն մեկ բանի վրա՝ երեխայի։ Զննումն արագ էր, բայց մանրակրկիտ։ Բժիշկը, որը ներկայացավ որպես բժիշկ Հայկ Ավագյան, մանկաբարձության մասնագետ, աշխատում էր պրոֆեսիոնալ, բայց քնքուշ արդյունավետությամբ։ Նախ ստուգեց Անահիտի արյան ճնշումը, թեթակի կնճռոտելով ճակատը թվերը տեսնելիս։
Բարձր է, ասաց նա, բայց ոչ վտանգավոր։ Հաշվի առնելով այն սթրեսը, որի միջով դուք հենց նոր անցաք, սպասելի է։ Բայց կխնդրեմ, որ առաջիկա օրերին լիովին հանգստանաք։ Հաջորդիվ զննեց այն հատվածները, որտեղ Անահիտին հարվածել էր հեղուկը հրումը, համոզվելով, որ տեսանելի վնասվածքներ չկան։ Խնդրեց, որ պարկի մահճակալին օգտագործեց շարժական դոպլեր ուլտրաձայնային սարք, երեխայի սրտի բաբախյունը ստուգելու համար։ Ձայնը լցրեց սենյակը։ Մի փոքրիկ սիրտ, որը բաբախում էր ուժեղ կայուն, արագ, ինչպես մանրանկարչական ձիու քարարշավը։ Դա ամենագեղեցիկ ձայնն էր, որ Անահիտը երբեք լսել էր իր կյանքում։ Արցունքները հոսեցին նրա աչքերից, բայց այս անգամ դրանք մաքուր թեթացման արցունքներ էին։ Երեխան լավ է, ասաց բժիշկը, ջերմորեն ժպտալով Անահիտին։ Բաբախյունը նորմալ է, սրտի հաճախականությունը րոպեում 145 զարկ, որը կատարյալ է հղիության այս փուլի համար։ Պտղի տառապանքի նշաններ չկան։ Ձեր բախտը շատ է բերել։ Բայց չեմ կարող սա բավականաչափ ընդգծել, այս տեսակի սթրեսը լավ չէ հղիության համար։ Ձեզ հանգիստ է պետք, խաղաղություն, անվտանգ միջավայր։ Անահիտը գլխով արեց, անկարող խոսելու։ Տիգրանն ավելի ուժեղ սեղմեց նրա ձեռքը, նրա սեփական աչքերը փայլում էին։ Տալու, որ կախված Անահիտի որոշումից կարող է պատասխանատվության ենթարկվել որակյալ հարձակման համար։ Մինույն ժամանակ, սրահում Դավիթը վերջապես կարողացավ գտնել Լիլիթին։ Նա կայանատեղիում էր, փորձում էր տաքսի կանչել։ Լիլիթ, կանչեց նա, վազելով նրա մոտ։ Ինչ արեցիր։ Դու ամեն ինչ կործանեցիր։ Լիլիթը շրջվեց, այդ գիշեր առաջին անգամ Դավիթը իրական վախ տեսավ նրա աչքերում։ Ես, գոռաց նա պատասխան։ Դու ինձ խոստացար, որ կբաժանվես նրանից։ Խոստացար, որ ինձ հետ կմնաս։ Իսկ հիմա ուզում ես ինձ մեղադրել։ Ես երբեք դա չեմ խոստացել, ստեց Դավիթը, հուսահատ փորձելով փրկվել։ Լիլիթը ծիծաղեց, դառը կոտրված մի ձայնով։ Ստախոս։ Ես հաղորդագրություններ ունեմ։ Ձայնագրություններ ունեմ։ Ամեն ինչ ունեմ։ Եթե ես ընկնեմ, դու ինձ հետ կընկնես, Դավիթ։ Դավիթը կանգ առավ, հասկանալով թակարդը, որի մեջ ընկել էր։ Հեշտ ելք չկար։ Հետանքներից փախչելու ճանապարհ չկար։ Վերադառնալով համար, Անահիտը վերջապես թույլ տվեց, որ հոգնածությունը հաղթի իրեն։ Փակեց աչքերը, ձեռքը փորին, զգալով երեխայի թեթ շարժումը։ Տիգրանը նրան ծածկեց վերմակով, համբուրեց ճակատը։ Հանգստացիր, աղջիկս։ Վաղը նոր օր է։ Եվ մինչ Անահիտը քնած էր, Տիգրանը դուրս եկավ միջանցք, մի շարք զանգեր արեց։ Իր փաստաբաններին հրահանգելով անհապաղ սկսել ամուսնալուծության գործընթացը։ Իր հաշվապահներին պահանջելով Մանուկյանների ընտանիքի ընկերությունների ամբողջական աուդիտ, անօրինականություններ փնտրելով։ Իր կապերին մամուլում, ապահովելով, որ պատմությունը պատմվի ճիշտ ձով։ Նա բնույթով վրեժխնդիր մարդ չէր։ Բայց երբ ինչ-որ մեկը վնասում էր իր դստերը, նա դառնում էր անողոք։ Եվ Մանուկյանները, Լիլիթ Ավետիսյանը, բոլոր նրանք, ովքեր մասնակցել էին այդ հրապարակային նվաստացմանը, դա կիմանային ամենադժվար ճանապարհով։ Ներքի հարկում խնջույքը պաշտոնապես ավարտվել էր։ Սրահը դատարկվում էր, հյուրերը հեռանում էին, պատմելու սկանդալային պատմություններ։ Դավիթը նստած էր միայնակ մի սեղանի մոտ, գլուխը ձեռքերի մեջ, տեսնելով, թե ինչպես է այն ամենը, ինչի համար աշխատել էր, փլուզվում իր շուրջը։ Գայանեն մոտեցավ, առաջին անգամ առանց այն գերազանցության դիմակի։ Ինչ ենք անելու, հարցրեց նա, ձայնը կոտրվելով։ Դավիթը գլուխը բարձրացրեց, աչքերը կարմրած։ Չգիտեմ, մամ։ Կարծում եմ, կյանքումս առաջին անգամ ես իսկապես չգիտեմ։ Եվ մինչ երանյան գիշերն իր ընթացքն է շարունակում, իր լույսերով գաղտնիքներով, Անահիտը խաղաղ քնած էր, պաշտպանված հոր սիրով, վերջապես ազատ մի ամուսնության բեռից, որը նրան միայն ցավ էր բերել։ Վատթարագույնն արդեն անցել էր։ Կամ գոնե, դա այն էր, ինչ նա հուսով էր։ Առավոտը երանում պարզ ու զով էր։ Անահիտն արթնացավ արի առաջին ճառագայթներից, որոնք թափանցում էին հյուրանոցի համարի մետաքսե վարագույրների միջով։ Մի պահ, ապա կողմնորոշված, չհիշեց, թե որտեղ է։ Ներքնակը չափազանց փափուկ էր, ծավանները տարբեր հոտ ունեին, լույսը ներս էր մտնում մի անկյունից, որը չէր ճանաչում։ Հետո ամեն ինչ վերադարձավ ուժգին ալիքի պես։ Խնջույքը, նվաստացումը,
Դեմքին շփված սառը շամպայնը։ Սպիտակ զգեստի վրայով արյան պես հոսող կարմիր գինին։ Հրումը, որը քիչ էր մնում տապալեր իրեն։ Դավիթի դեմքը, որն ընտրեց Լիլիթին իր փոխարեն։ Եվ վերջապես, ինչպես խավարը ճեղքող լույս, հոր ժամանումը։ Երեխան, որն ապահով էր իր որովայնում, չնայած ամեն ինչին։ Նա մի քանի րոպե պառկած մնաց, պարզապես ընկալելով, թույլ տալով, որ նախորդ գիշերվա հույզերն անցնեն իր միջով առանց դիմադրության։ Զայրույթ, տխրություն, թեթացում, երախտագիտություն։ Ամեն ինչ խառնվել էր մի հորցանուտում, որը ստիպում էր սրտին արագ բաբախել։ Անահիտը ձեռքը դրեց փորին զգաց թեթ շարժում, ինչպես ներսում պայթող փոքրիկ պղպջակներ։ Երեխան նույնպես արթնանում էր։ Բարի լույս, փոքրիկ, շնջաց նա, թույլ տալով իրեն մի փոքր ժպիտ։ Առաջին իսկականը շատ երկար ժամանակ հետո։ Դու այնտեղ ես, ապահով պաշտպանված։ Կարևոր չէ, թե ինչ է կատարվում դրսում, դու լավ ես։ Եվ ես ամեն ինչ կանեմ, որ այդպես մնա։ Տիգրանը քնել էր մահճակալի կողքի բազկաթոռին, հրաժարվելով նրան մենակ թողնել։ Հիմա նա արթուն էր, արդեն մաքուր հագուստով, որը ինչ-որ մեկը պետք է բերած լիներ, ցածր ձայնով խոսում էր հեռախոսով։ Նկատելով, որ Անահիտն արթուն է, ավարտեց զանգը մոտեցավ։ Ինչպե՞ս ես քեզ զգում։ Հոգնած, պատասխանեց նա անկեղծորեն։ Բայց ավելի լավ։ Ինչ-որ առումով ավելի թեթ։ Նա գոհունակությամբ գլխով արեց։ Բժիշկը 1 ժամից կգա քեզ նորից զննելու։ Հետո կգնանք տուն։ Տուն։ Բառը ցավի խայթոց բերեց։ Որ տուն։ Բնակարանը, որը կիսում էր Դավիթի հետ։ Երբեք։ Մանուկյանների առանձնատոնը, որտեղ Գայանեն իշխում էր երկաթե բռունցքով։ Երբեք։ Նա այլս տուն չուներ։ Կարծես կարդալով նրա մտքերը, Տիգրանը շարունակեց. Իմ տուն, Անահիտ։ Այն տունը, որտեղ դու մեծացել ես։ Ես պատրաստել եմ քո հին սենյակը։ Ամեն ինչ պատրաստ է քեզ իմ թոռան համար։ Արցունքները վերադարձան Անահիտի աչքերին, բայց դրանք երախտագիտության արցունքներ էին։ Շնորհակալ եմ, հայրիկ։ Ամեն ինչի համար։ Երեք գալու համար։ Ինձ պաշտպանելու համար։ Ինձ հավատալու համար։ Ես միշտ կհավատամ քեզ, ասաց նա, համբուրելով ճակատը։ Միշտ կպաշտպանեմ քեզ։ Դա իմ գործն է։ Քո միակ գործն այժմ քեզ այս երեխային խնամելն է։ Դռան զուսպ թակոցն ընդհատեց պահը։ Հյուրանոցի աշխատակիցն էր, նախաճաշ բերելով։ Թարմ մրգեր, տաք հաց, պանիրներ, բնական հյութեր։ Անահիտը նկատեց, որ սոված է։ Նախորդ գիշեր ոչինչ չէր կերել, երեխան իրենն էր պահանջում։ Մինչ ուտում էր, վայելելով թարմ մրգի յուրաքանչյուր կտոր, դեռ տաք հացի յուրաքանչյուր կտոր, Տիգրանը պատմեց նրան գիշերվա զարգացումների մասին։ Նստեց նրա դիմաց իր սուրճով բացեց պլանշետը, որը միշտ իր հետ էր։ Նորություններն արդեն շրջանառվում էին համացանցում անտառային հրդեհի պես։ Նա ցույց տվեց նրան վերնագիր առ վերնագիր։ Մանուկյան տեղի գործադիր տնօրենը սկանդալի կենտրոնում, խնջույքին հղի կնոջ վրա հարձակումից հետո։ Գործարարը անտարբեր դիտում է, թե ինչպես է սիրուհին նվաստացնում հղի կնոջը։ Երանյան վերնախավը ցնցված է շքեղ միջոցառմանը բռնության տեսարաններից։ Տեսանյութերը վիրուսային էին դառնում։ Ոչ միայն այն, որը Տիգրանը ձայնագրել էր անվտանգության տեսախցիկներից, այլ հյուրերի կողմից իրենց հեռախոսներով արված նկարահանումները։ Նույն նվաստացման տարբեր անկյուններ, յուրաքանչյուրը ֆիքսելով սարսափի տարբեր կողմ։ Անահիտը, թրջված, փորձելով պահպանել արժանապատվությունը։ Լիլիթը, այն դաժան ժպիտով։ Գայանեն, սառը հաշվարկված։ Դավիթը, անգործ, վախկոտ։ Եվ սոցիալական ցանցերը պայթեցին արձագանքներով։ Տիգրանը ցույց տվեց նրան որոշ մեկնաբանություններ, ընտրելով նրանք, որոնք կարծում էր նա կարող էր կարդալ առանց շատ վշտանալու։ Ինչպիսի խիզախություն ունի այս կինը, որ տեղում չփլուզվեց։ Հուսով եմ, նա կթողնի այդ սարսափելի տղամարդուն այլս երբեք հետ չի նայելու։ Հարձակվել հղիի վրա։ Այս մարդիկ հոգի չունեն։ Ոչ մի հոգի։ Նրա հայրն իսկական հերոս է։ Մենք բոլորս պետք է ունենանք մեկին, ով այդպես կպաշտպանի մեզ։ Մեկին, ով կհայտնվի, երբ ամենաշատը կարիքն ունենք։
Ես լացում եմ, տեսնելով, թե ինչպես նա ամուր մնաց։ Չթափված արցունքներից լսելով իր թոռան սրտի բաբախյունը։ Մի նույն ժամանակ դրսում գլխավոր սրահում խնջույքը վերածվել էր մեկ այլ բանի։ Տեսանյութը, որը Տիգրանը ցույց էր տվել, արդեն շրջանառվում էր հյուրերի հեռախոսներով։ Ոմանք ուղարկում էին ծանոթներին, մյուսները տեղադրում էին սոցիալական ցանցերում վրդովված մեկնաբանություններով։ Պատմությունը տարածվում էր անտառային հրդեհի պես։ 15 րոպեից էլ քիչ ժամանակում առաջին նորություններն արդեն հայտնվում էին բամբասանքի կայքերում, զվարճանքի պորտալներում։ Գործարարը շքեղ խնջույք է կազմակերպում, մինչ հղի կինը հրապարակայնորեն նվաստացվում է։ Վերնագրերը դաժան էին, ուղիղ, կործանարար։ Որոշները արդեն ներառում էին լուսանկարներ խնջույքից, Անահիտի լաքայված զգեստից, Լիլիթից, որին դուրս էին ուղեկցում։ Ներդրողները սկսեցին բարձրանալ սեղաններից, հրատապ զանգեր անելով։ Նրանցից յուրաքանչյուրի հեռախոսն անդադար զանգում էր։ Խորհրդականներ, բաժնետերեր, գործընկերներ, բոլորն ուզում էին իմանալ, թե ինչ է կատարվում, արդյոք դա ճիշտ է, արդյոք պետք է հեռու մնան Մանուկյան տեղից, նախքան հեղինակության վրա դրված բիծը կհասնի նա իրենց։ Մեկ առ մեկ Դավիթի գործընկերները մոտենում էին։ Ոմանք անորոշ արդարացումներով, մոռացված պարտավորությունների մասին։ Մյուսներն ավելի ուղիղ, ասելով, որ պետք է վերանայեն գործընկերությունները, վերջին իրադարձությունների լույսի ներքո։ Բոլորը, առանց բացառության, շտապ դուրս էին գալիս դռնից, ինչպես առնետներ, որոնք լքում են խորտակվող նավը։ Կարևոր տնտեսական ամսագրի լրագրողուհին արդեն դրսում էր, մազերն ուղղում էր բջջայինի տեսախցիկի առջ, տեսանյութ ձայնագրելով իր սոցիալական ցանցերի համար։ Նա գրեթե 1 միլիոն հետորդ ուներ, նրա խոսքերը կորպորատիվ աշխարհում կշիռ ունեին։ Ես հենց նոր ականատես եղա իմ կարիերայի ամենացնցող տեսարաններից մեկին, ասում էր նա, ձայնը լի փորձված վրդովմունքով։ Դավիթ Մանուկյանը, Մանուկյան տեղքի գործադիր տնօրենը, թույլ տվեց, որ իր հղի կնոջ վրա հրապարակայնորեն հարձակվեն իր սիրուհին սեփական մայրը։ Եվ ոչինչ չարեց։ Պարզապես կանգնած էր այնտեղ, դիտում էր։ Ինչպիսի՞ տղամարդ է դա անում։ Ինչպիսի՞ առաջնորդ է թույլ տալիս նման դաժանություն։ Յուրաքանչյուր բառ մուրճի հարված էր, որը փշրում էր Դավիթի խնամքով կառուցված հեղինակությունը։ Եվ նա մենակ չէր։ Այլ լրագրողներ, բլոգերներ, թվային ազդեցիկ անձինք, որոնք խնջույքին էին, բոլորը կիսվում էին պատմության իրենց տարբերակներով, յուրաքանչյուրը նախորդից ավելի դրամատիկ։ Դավիթը կանգնած էր սրահի կենտրոնում, միայնակ, դիտելով, թե ինչպես է իր աշխարհը փլուզվում իրական ժամանակում։ Նրա հեռախոսը սկսեց զանգել։ Նախ մի կարևոր ներդրող, որը չեղարկում էր հաջորդ շաբաթվա համար նշանակված հանդիպումը։ Հետո մեկ ուրիշը, որը պահանջում էր հրատապ զրույց գործընկերությունները վերանայելու մասին։ Եվ սմեկը։ Գայանեն փորձում էր զսպել վնասը, շարժվելով սրահով ստիպողաբար ժպիտներով, բացատրություններով, որոնք ոչ ոք չէր ուզում լսել։ Բայց մարդիկ խուսափում էին նրանից, հայացքները փախցնում, երբ նա մոտենում էր։ Մանուկյանների ընտանիքի հեղինակության վրայի բիծը արագ տարածվում էր, ոչ ոք չէր ուզում դրա հետ կապվել։ Լիլիթն անհետացել էր, հավանաբար փախել էր, նախքան ոստիկանության ժամանումը։ Բայց հյուրանոցի մենեջերը Տիգրանին հավաստիացրել էր, որ ունի նրա բոլոր տվյալները, որ նա չի խուսափի հետանքներից։ Վերադառնալով համար, Անահիտը պառկած էր հարմարավետ մահճակալին, վերջապես կարողանալով շնչել առանց նվաստացման ծանրությունը զգալու։ Բժիշկը հեռացել էր, թողնելով մանրամասն հրահանգներ հաջորդ օրը նոր զննման համար վերադառնալու խոստումը։ Համարը լուռ էր, միայն Երանի երթեկության հեռավոր ձայնն էր լսվում պատուհաններից։ Հայրը նստած էր մահճակալի կողքին, թավշյա բազկաթոռին, որն ավելի մոտ էր քաշել։ Նա բռնել էր դստեր ձեռքն իր ձեռքերի մեջ, այն մեծ, կոշտացած ձեռքերի, որոնք Անահիտը ճանաչում էր մանկուց, ձեռքեր, որոնք բարձրացրել էին իրեն, երբ սովորում էր քայլել, որոնք ծափահարել էին իրեն դպրոցական ներկայացումներին, որոնք հանձնել էին իրեն Դավիթին խորանի մոտ։ Նրանց միջ երկար լռություն էր, ոչ թե անհարմար, այլ ծանր, չասված խոսքերից։ Վերջապես Տիգրանը խոսեց, ձայնն ավելի փափուկ, քան Անահիտը լսել էր նրան տարիներ շարունակ։ Ինչու ինձ ավելի շուտ չէիր ասել, հարցրեց նա, ձայնը լի ցավով շփոթությամբ։ Դավիթի մասին, թե ինչպես էր նա քեզ հետ վարվում։ Այս ամենի մասին։ Անահիտը նայեց առաստաղին, դիտելով ստվերները, որոնք քաղաքի լույսերը գցում էին այնտեղ։ Արցունքները լուռ հոսում էին դեմքով, թրջելով փետուրե բարձը։ Ես ամաչում էի, խոստովանեց նա, ձայնը կոտրվելով։
Շատ էի ամաչում, հայրիկ։ Ամաչում էի, որ ձախողվել եմ։ Ամաչում էի խոստովանել, որ ամուսնությունս փլուզվում է։ Դու միշտ ինձ դաստիարակել ես ուժեղ լինել, չհանձնվել։ Եվ ես կարծում էի, որ կկարողանամ ուղղել։ Որ եթե բավականաչափ համբերատար լինեմ, եթե բավականաչափ լավը լինեմ, բավականաչափ հասկացող, նա նորից կսիրի ինձ, ինչպես առաջ։ Տիգրանը փակեց աչքերը, ցավն ակնհայտ էր նրա դեմքի յուրաքանչյուր գծում։ Երբ նորից բացեց դրանք փայլում էին արցունքներից։ Աղջիկս, ասաց նա, ավելի ուժեղ սեղմելով նրա ձեռքը։ Ուժեղ լինելը չի նշանակում միայնակ դիմանալ։ Չի նշանակում լուր տառապել։ Ես քեզ դաստիարակել եմ ուժեղ լինել, այո, բայց նա դաստիարակել եմ իմանալ, թե երբ օգնություն խնդրել։ Իմանալ, թե երբ մի ճակատամարտ արժանի չէ մղվելու։ Ես չէի ուզում քեզ հիասթափեցնել, շշնջաց Անահիտը։ Դու միշտ այնքան հաջողակ ես եղել ամեն ինչում։ Մայրիկը քեզ այնքան էր սիրում։ Դուք կատարյալ ամուսնություն ունեիք։ Իսկ ես չկարողացա նույնիսկ իմը պահել 3 տարի։ Տիգրանը դառը ծիծաղեց։ Կատարյալ։ Ոչ, Անահիտ, մեր ամուսնությունը լավն էր, շատ լավը, բայց ոչ կատարյալ։ Մայրդ ու ես մեր պայքարներն ենք ունեցել, մեր տարաձայնությունները։ Դժվար պահեր են եղել։ Բայց տարբերությունն այն է, որ մենք միասին էինք պայքարում։ Երբ խնդիրներ կային, դիմակայում էինք կողք կողքի։ Դավիթը դա չի անում քեզ հետ։ Նա քեզ լքեց, երբ դու ամենաշատը նրա կարիքն ունեիր։ Անահիտը շրջվեց, նայելու հորը, տեսնելով սերն ու պաշտպանությունն իր աչքերում։ Ես չեմ ուզում վերադառնալ նրա մոտ, ասաց նա, ձայնը հաստատուն, չնայած արցունքներին։ Ոչ այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ այսօր։ Ոչ այն բանից հետո, երբ տեսա, որ նա ընտրեց նրան իմ փոխարեն։ Եվ դու չես վերադառնա, խոստացավ Տիգրանը։ Ես կհոգամ ամեն ինչի մասին։ Դու իմ թոռը լավ կլինեք։ Ես դա կապահովեմ։ Դրան թակոցն ընդհատեց պահը։ Հյուրանոցի մենեջերն էր, ուղեկցությամբ 2 ոստիկանի։ Պարոն Սարգսյան, ոստիկանությունը կցանկանար խոսել տիկնոջ հետ միջադեպի մասին։ Անահիտը նստեց մահճակալին, մեջքն ուղղելով։ Այդ գիշեր առաջին անգամ նա իրեն իսկապես ուժեղ զգաց։ Պատմեց ամեն ինչ ոստիկաններին։ Յուրաքանչյուր թունավոր խոսք, յուրաքանչյուր դաժան ժեստ, նվաստացման յուրաքանչյուր պահ։ Եվ այս անգամ նա ուներ վկաներ, ուներ տեսանյութ, ուներ ապացույց։ Ոստիկանները գրի առան ամեն ինչ, խոստանալով, որ կձեռնարկեն համապատասխան միջոցներ։ Տեղեկացրին, որ Լիլիթ Ավետիսյանը կկանչվի ցուցմունք։ Նրա մեջ ցավ, զայրույթ, գուցե նույնիսկ հույսի փայլ։ Բայց այն ամենը, ինչ նա զգաց, անտարբերություն էր։ Մի դատարկություն, որտեղ առաջ սեր կար։ Ոչ, Դավիթ, ասաց նա մեղմորեն։ Դու ինձ երբեք չես սիրել։ Սիրել ես իմ գաղափարը։ Կատարյալ կնոջ, որը տանն էր մնում, որը չէր հարցաքննում, որն ամեն ինչ ընդունում էր։ Բայց դա ես չեմ։ Եվ ես այլս չեմ ծածնելու, թե ես եմ։ Նա անջատեց, նախքան Դավիթը կհասցներ պատասխանել։ Տիգրանը, որը լսել էր ամբողջ խոսակցությունը, ձեռքը դրեց նրա ձեռքին։ Հպարտանում եմ քեզնով։ Անահիտը ժպտաց, տխուր, բայց իսկական ժպիտով։ Ես էլ։ Ժամերն անցան խորհրդածական լռության մեջ։ Անահիտը ննջեց, օրորվելով մեքենայի սահուն շարժումից։ Երբ արթնացավ, արդեն լոռու լեռներում էին։ Օդն այստեղ այլ էր, ավելի մաքուր, ավելի թարմ։ Էվկալիպտի թաց հողի հոտ։ Տան հոտ։ Սարգսյանների ընտանեկան կալվածքը տպավորիչ էր, բայց բոլորովին այլ կերպ, քան Մանուկյանների ցուցադրական սառը շքեղությունը։ Դա զուսպ գեղեցկություն էր, բնական նրբագեղություն, որը գալիս էր սերունդների խնամքից սիրուց դեպի հողը։ Կալվածքը ձգվում էր հարյուրավոր հեկտարների վրա, սուրճի սոյայի դաշտերով, որոնք պահում էին ընտանեկան բիզնեսը, բայց նա պահպանված անտառային տարածքներով, մի փոքրիկ լճակով, որտեղ Անահիտը սովորաբար հոր հետ ձուկ էր որսում, այգիներով, որոնք մայրը տնկել էր սեփական ձեռքերով տասնամյակներ առաջ։ Գլխավոր տունը, կառուցված հայկական ավանդական ոճով, ավելի քան 100 տարվա պատմություն ուներ։ Նրա հաստ պատերը ականատես էին եղել Սարգսյանների սերունդների ծնունդին, մեծացմանը, սիրուն հեռանալուն։
Սպիտակ ճակատը կապույտ զարդանախշերով անթերի էր, փայտե պատուհանները վերականգնված էին արհեստավորի խնամքով, հին կղմինդրե տանիքը վերանորոգված էր, առանց կորցնելու իսկությունը։ Շրջապատված փարթամ այգիներով, որտեղ վարդերը համակեցում էին հորտենզիաների հետ, հարյուրամյա թթենիները առած թվեր էին տալիս, իսկ հետի պտղատու այգին խոստանում էր մանգո, գուավաթուփ ճիշտ եղանակներին։ Երբ մեքենան կանգնեց ընդարձակ պատշգամբի դիմաց, իր փայտե սյուներով տուֆե հատակով, Անահիտը զգաց, որ կրծքում ինչ-որ բան թուլացավ։ Նա տանն էր։ Իսկապես տանը։ Տիկին Սոնան սպասում էր պատշգամբում, ձեռքերը խաչած մարմնի առջ, աչքերն արդեն փայլում էին չթափված արցունքներից։ Նա ընտանիքի տնտեսուհին էր եղել նախքան Անահիտի ծնունդը, աշխատանքի ընդունված Անահիտի մոր կողմից, երբ գյուղից եկել էր աշխատելու կալվածքում։ Եվ հիմա 70 տարեկանում ամբողջովին սպիտակ մազերը հավաքված ցածր կոկոնի մեջ, ժամանակի արի կողմից նշմարված մաշկով, տասնամյակների աշխատանքից կոշտացած ձեռքերով, նա ավելի շատ սրտի տատիկ էր, քան աշխատող։ Տեսնելով Անահիտին մեքենայից դուրս գալիս, մի ձեռքը հենած ընդգծված փորին, մյուսը բռնած դռնից հավասարակշռությունը պահելու համար, տիկին Սոնան պատշգամբի աստիճաններն իջավ ավելի արագ, քան իր տարիքը պետք է թույլ տար։ Աղջիկս, մրմնջաց նա, գրկելով Անահիտին աշխարհի ամբողջ զգուշությամբ, գիտակցելով հղիությունը, գիտակցելով պահի հուզական փխրունությունը։ Իմ սիրելի աղջիկ, եկել եմ քեզ օգնելու։ Ես քեզ լավ կխնամեմ, ճիշտ այնպես, ինչպես մայրդ, Աստված հոգին լուսավորի, կխնամեր, եթե դեռ այստեղ լիներ։ Անահիտը թույլ տվեց, որ իրեն ամբողջությամբ գրկեն, խորասուզվելով այն հարմարավետության մեջ, որը ճանաչում էր միշտ։ Այս ձեռքերն էին, որ օրորել էին իրեն, երբ երեխա էր լացում էր կեսգիշերին։ Այս ձեռքերն էին, որ մաքրել էին նրա վիրավոր ծնկները, երբ ընկնում էր բակում վազելիս։ Այս ձայնն էր, որ օրորոցայիններ էր երգել, որոնք օրորել էին իրեն ջերմության գիշերներին։ Դա այս մշտական, սիրող, անվերապահ ներկայությունն էր։ Անահիտի սենյակը պատրաստված էր ճիշտ այնպես, ինչպես նա հիշում էր, բայց մտածված հավելումներով։ Պատուհանի մոտ նոր կերակրման բազկաթոռ։ Ձեռագործ փայտե օրորոց, պատրաստված տեղի արհեստավորների կողմից, արդեն հավաքված պատրաստ։ Երեխայի հագուստներ, ծալված կոմոդում։ Մայրության մասին գրքեր, գիշերային սեղանիկին։ Տիգրանը դիտում էր դստերը, որը ուսումնասիրում էր սենյակը, տխուր ժպիտը դեմքին։ Մայրդ կսիրեր տատիկ լինել, ասաց նա, ցածր ձայնով։ Այս երեխային կփայփայեր մինչ վերջ։ Անահիտը զգաց, որ արցունքները վերադառնում են։ Քանի անգամ էր ցանկացել, որ մայրն այստեղ լիներ, խորհուրդ տալու հղիության, ամուսնության, կյանքի մասին։ Նա կիմանար, թե ինչ անել, մրմնջաց Անահիտը։ Ինձ կզգուշացներ Դավիթի մասին, նախքան ուշ կլիներ։ Գուցե, պատասխանեց Տիգրանը։ Կամ գուցե, ինձպես, կհավատար, որ նա լավ մարդ է։ Դավիթի նման մարդիկ լավ են խաբելու մեջ։ Քո մեղքը չէր, որ չտեսար, թե ով է նա իրականում։ Այդ գիշեր Անահիտն ընտրեց ճաշասենյակի մեծ սեղանի շուրջ, նույն սեղանի, որտեղ հազարավոր անգամներ կերել էր մանկության ընթացքում։ Տիկին Սոնան պատրաստել էր նրա սիրելի ուտեստները, հավի արգանակ, տաք թոնրի հաց, տնական կաթնային ջեմ։ Սնունդ, որը կերակրում էր ոչ միայն մարմինը, այլ հոգին։ Ընթրիքից հետո նստեց պատշգամբում հոր հետ, դիտելով աստղերը, որոնք փայլում էին մի սրությամբ, որն անհնար էր տեսնել երանում։ Դաշտի լռությունը հանգստացնող էր, որը խախտվում էր միայն ծղրիդների երգով քամուց տերների սոսափյունով։ Տիգրանը սիգար վառեց, բայց հանգցրեց, հիշելով Անահիտի հղիությունը։ Ներողություն, ասաց նա։ Չմտածեցի։ Ոչինչ, պատասխանեց նա։ Հայրիկ, կարող եմ քեզ մի բան հարցնել։ Միշտ։ Ինչպես իմացար։ Երեկ գիշեր, ինչպես իմացար, որ ես վտանգի մեջ եմ։ Տիգրանը մի պահ լուռ մնաց, ընտրելով բառերը։ Հյուրանոցի աշխատակիցը զանգեց ինձ։ Մեկը, ով ականատես էր եղել բախման սկզբին, պարտավորված էր զգացել զգուշացնել ինձ։ Չգիտեմ, թե ով էր, զանգը արգելափակված համարից էր։ Բայց ես երախտապարտ եմ այդ մարդուն, ով էլ որ լինի։ Անահիտը մտածեց, թե ով կարող էր լինել։ Մի մատուցող։ Անվտանգության աշխատակից։ Միջոցառման անձնակազմից մեկը, որը խղճացել էր իրեն։ Գուցե երբեք չիմանա, բայց նույն կերպ երախտապարտ էր։ Իսկ հիմա հարցրեց նա. Ինչ է լինելու հիմա։ Հիմա, պատասխանեց Տիգրանը, դու հանգստանում ես։ Ապաքինվում ես։
պատրաստվում ես մայր լինելու։ Իսկ ես հոգում եմ մնացածի մասին։ Մնացածը շատ բան էր նշանակում։ Իրավական գործընթացները, ամուսնալուծությունը, ֆինանսական հարցերը։ Տիգրանն արդեն իր փաստաբաններին աշխատացնում էր բազմաթիվ ուղղություններով։ Բայց դա նա ավելին էր նշանակում։ Անահիտը դա տեսնում էր հոր աչքերում։ Նա չէր մոռանա, թե ինչ են արել իրեն։ Թույլ չէր տա, որ Դավիթը, Լիլիթը Գայանեն պարզապես շարունակեն իրենց կյանքը առանց հետանքների։ Հաջորդ օրերին Անահիտը սկսեց նոր առօրյա հաստատել։ Արթնանում էր վաղ, թռչունների երգով, նախաճաշում էր պատշգամբում, քայլում էր այգիներով, խոսում էր երեխայի հետ։ Տիկին Սոնան փայփայում էր նրան համեղ ուտեստներով Անահիտի մանկության պատմություններով, որոնք նա 1000 անգամ լսել էր, բայց երբեք չէր հոգնում լսելուց։ Տիգրանը գնում-գալիս էր, հոգալով գործերը, բայց միշտ ներկա էր ընթրիքին։ Եվ ամեն գիշեր նա Անահիտի հետ կիսվում էր այն աշխարհի նորություններով, որը նա թողել էր։ Մանուկյան տեղը ազատ անկման մեջ էր։ Ներդրողները լքում էին նավը։ Ինչպիսի անհավանական կին։ Ինչպիսի ուժ։ Անահիտը կարդում էր ամեն ինչ հարմարավետության անհարմարության տարօրինակ խառնուրդով։ Մի կողմից հանգստացնող էր իմանալ, որ մարդիկ հասկանում են, որ տեսնում են ճշմարտությունը, որ իր կողքին են։ Մյուս կողմից իր անձնական կյանքը, իր ամենացավոտ պահերը բացահայտված էին միլիոնավոր մարդկանց համար, որոնց երբեք չէր ճանաչի, որոնք կդատեին, կմեկնաբանեին, չհասկանալով իրավիճակի ամբողջ բարդությունը։ Փաստաբաններն արդեն սկսել են ամուսնալուծության գործընթացը, շարունակեց Տիգրանը։ Հիմնվելով ապացուցված դավաճանության հղիության ընթացքում հուզական լքվածության վրա, դու իրավունք կունենաս գույքի զգալի մասի։ Եվ բնականաբար, ալիմենտ երեխայի համար։ Անահիտը գլուխը թափահարեց։ Ես նրա փողը չեմ ուզում։ Ես ոչինչ չեմ ուզում, որը Դավիթից է գալիս։ Տիգրանը տխուր ժպտաց։ Դա քեզ համար չէ, աղջիկս։ Իմ թոռան համար է։ Դա նրա իրավունքն է։ Դավիթը կարող է սարսափելի ամուսին լինել, բայց դեռս այս երեխայի կենսաբանական հայրն է։ Եվ կկատարի իր պարտականությունները։ Անահիտը գիտեր, որ հայրը ճիշտ է։ Խոսքը վրեժի կամ ագահության մասին չէր։ Խոսքը երեխայի ապագան ապահովելու մասին էր։ Իսկ Լիլիթը, հարցրեց նա, ձայնը լի մի հույզով, որը չէր կարողանում անվանել։ Ինչ է լինելու նրա հետ։ Տիգրանը լրջացավ։ Ոստիկանությունը գործ է հարուցել։ Հարձակումը հղիի վրա ծանրացուցիչ հանգամանքներով հանցագործություն է։ Նա իրավական պատասխանատվության կենթարկվի։ Իսկ մասնագիտական առումով դեմ մանուկյան տեղի խորհուրդն այսօր առավոտյան արտակարգ նիստ է գումարել։ Նրան աշխատանքից ազատել են հիմնավոր պատճառով, 1 ժամից էլ քիչ առաջ։ Անահիտը դառը բավարարվածություն զգաց։ Չէր հպարտանում ուրիշի դժբախտությունից հաճույք ստանալով, բայց չէր կարող շղթել, որ այս ամենում բանաստեղծական արդարություն կար։ Բժիշկը ժամանեց ճիշտ ժամանակին։ Բժիշկ Հայկ Ավագյանը ավելի հանգիստ տեսք ուներ, քան նախորդ գիշեր, իր հետ բերել էր ավելի բարդ շարժական ուլտրաձայնային սարք։ Կրկնեց բոլոր զննումները, այս անգամ էլ ավելի զգուշորեն։ Անահիտի ճնշումը նորմալացել էր։ Երեխան շարունակում էր առողջ, ակտիվ, կատարյալ լինել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ հետանքներ չեն եղել, ասաց բժիշկը, իր սարքավորումները հավաքելով։ Բայց այնուամենայնիվ, խորհուրդ եմ տալիս շաբաթական հսկողություն մինչ հղիության ավարտը։ Եվ ոչ մի սթրես։ Ձեզ խաղաղություն է պետք, հանգստություն։ Ես դա անձամբ կապահովեմ, խոստացավ Տիգրանը։ 2 ժամ անց Անահիտին դուրս էին ուղեկցում հյուրանոցից։ Տիգրանն ամեն ինչ կազմակերպել էր զգուշորեն։ Դուրս եկան կողմնակի մուտքից, խուսափելով գլխավոր մուտքի մոտ կուտակված լրագրողների փոքրիկ ամբոխից։ Մգեցված ապակիներով մեքենան սպասում էր նրանց, որը վարում էր Մուշեղը, Տիգրանի վստահելի վարորդը ավելի քան 20 տարի։ Երանից մինչ Լոռու մարզի ընտանեկան կալվածք ճանապարհը կտեր մոտ 3 ժամ։ Անահիտը հենվեց փափուկ կաշվե նստատեղին, դիտում էր պատուհանից անցնող քաղաքը։ Երանը, իր երկնքին հասնող բարձրահարկ շենքերով, մեքենաների մարդկանց կազմակերպված քաոսով, իր մեծ խոստումներով էլ ավելի մեծ հիասթափություններով։ Նա այստեղ էր եկել 3 տարի առաջ, լի միամիտ հույսով, հավատալով, որ երջանիկ կյանք կկառուցի Դավիթի կողքին, որ երեխաներ կունենան, որ միասին կծերանան։
Հեռանում էր հիմա վիրավոր, բայց ոչ կոտրված, հղի, բայց ոչ մենակ, ավելի ուժեղ, քան երբ ժամանել էր։ Քաղաքը հետում էր մնում, աստիճանաբար փոխարինվելով մայրուղու բնապատկերով։ Բենզալցակայաններ, բեռնատարներ, փոքր քաղաքներ ցույց տվող ցուցանակներ։ Անահիտը դիտում էր ամեն ինչ նոր սրությամբ, կարծես առաջին անգամ էր տեսնում, կարծես յուրաքանչյուր մանրուք կարող էր այնպես, ինչպես առաջ չէր։ Ճանապարհի մի հատվածում անցան մի փոքրիկ քաղաքով, որտեղ գլխավոր հրապարակում արհեստների տոնավաճառ էր կազմակերպված։ Անահիտը տեսավ միասին քայլող ընտանիքներ, վազող երեխաներ, ձեռք ձեռքի տված զույգեր։ Առօրյա երջանկության պարզ տեսարաններ, որոնք նա սովորական էր համարում նախքան ամուսնանալը, նախքան հասկանալը, որ երջանկությունը ավտոմատ կերպով չի գալիս ադամանդե մատանիով կարոր ազգանունով։ Մուշեղը միշտ սուսպ, աչքերը ճանապարհին էր պահում, բայց երբեմն հետի հայելուց նայում էր, ստուգելու, թե արդյոք Անահիտը լավ է։ Նա այնքան երկար էր աշխատում Տիգրանի համար, որ գրեթե ընտանիքի անդամ էր։ Նա էր, որ սովորեցրել էր Անահիտին հեծանիվ քշել, երբ 6 տարեկան էր։ Նա էր, որ նրան ամեն երկուշաբթի տանում էր Երանի համալսարան 4 տարի շարունակ։ Եվ նա էր, որ դիմավորել էր նրան օդանավակայանում, երբ վերադարձել էր Դավիթի հետ Մեղրամսից փայլող սիրահարված, կարծելով, թե գիտի, թե ինչ է սերը։ Մինչ մեքենան ընթանում էր մայրուղով, արդեն մոտենալով Լոռու մարզին, Անահիտը զանգ ստացավ։ Հեռախոսը թրթռաց պայուսակում, ստիպելով նրան թեթակի ցատկել նստատեղին։ Անծանոթ համար։ Նա տատանվեց, մատը պահելով էկրանի վրա։ Կարող էր լրագրող լինել։ Կարող էր Մանուկյանների ընտանիքից ինչ-որ մեկը լինել, որը փորձում էր իրեն ինչ-որ բանում համոզել։ Կարող էր 1000 բան լինել, որոնց նա չէր ուզում դիմակայել։ Բայց ինչ-որ բան ստիպեց նրան պատասխանել։ Ալո, ասաց նա, զգուշավոր ձայնով։ Անահիտ։ Դավիթի ձայնն էր, նա զգաց, որ ստամոքսն անմիջապես խառնեց։ Ինչպես էր նա ստացել այդ համարը։ Նա այդ առավոտ փոխել էր քարտը, հետելով Տիգրանի խորհրդին։ Բայց Դավիթը միշտ լավ էր կարողանում ստանալ այն, ինչ ուզում էր, գտնել ճանապարհներ, որտեղ չկային։ Ինչ ես ուզում, հարցրեց նա, փորձելով ձայնը պահել հաստատուն, չնայած արագացած սրտխփոցին։ Գծի մյուս կողմում դադար եղավ։ Նա լսում էր նրա շնչառությունը, գրեթե տեսնում էր նրա դեմքը, սթրեսի նշանները, որոնք հավանաբար հիմա նշմարվում էին նրա դիմագծերին։ Մենք պետք է խոսենք, ասաց նա վերջապես, ձայնը հոգնած, պարտված այնպես, ինչպես Անահիտը երբեք չէր լսել։ Խնդրում եմ, Անահիտ։ Ամեն ինչի մասին։ Մեր մասին։ Ինչ տեղի ունեցավ։ Անահիտը նայեց պատուհանից։ Նրանք անցնում էին դաշտերով, որոնց կատարյալ շարված շարքերը ձգվում էին մինչ հորիզոն։ Ամեն ինչ այնքան կազմակերպված, այնքան կանխատեսելի։ Այնքան տարբեր իր կյանքից։ Այլս մենք չկա, պատասխանեց Անահիտը, զարմանալով սեփական ձայնի հաստատունությունից, իր համոզմունքի պարզությունից։ Դու երեք գիշեր շատ պարզ ցույց տվեցիր, թե որն էր քո ընտրությունը, Դավիթ։ Դու ընտրեցիր նրան։ Ընտրեցիր մորթ։ Ընտրեցիր պահպանել նրանց իմիջը, ինձ պաշտպանելու փոխարեն։ Քո երեխային պաշտպանելու փոխարեն։ Ես շփոթված էի, սկսեց Դավիթը։ Ճիշտ չմտածեցի։ Լիլիթը, նա ինձ մանիպուլյացիայի ենթարկեց, ստիպեց հավատալ, նրան մի մեղադրիր, կտրեց Անահիտը։ Դու հասուն տղամարդ ես, Դավիթ։ Քո ընտրություններն ես արել։ Հիմա ապրիր հետանքներով։ Երեխան իմն էլ է, ասաց Դավիթը, առաջին անգամ նրա ձայնում իրական հուսահատության նոտա կար։ Ես իրավունք ունեմ ներկա լինելու։ Եվ դու կլինես։ Օրենքով։ Ինչպես կորոշի դատավորը։ Բայց ես քեզ իմ կյանքում չեմ ուզում։ Չեմ ուզում քո դատարկ ներողությունները կամ ոչինչ չարժեցող խոստումները։ Անահիտ, խնդրում եմ։ Ես դեռ քեզ սիրում եմ։ Բառերը պետք է ինչ-որ բան առաջացնեին։ Բաժնետոմսերը կտրուկ ընկնում էին բորսայում, գործընկերները խզում էին պայմանագրերը։ Դավիթը փորձում էր զսպել վնասը, բայց յուրաքանչյուր հարցազրույց, յուրաքանչյուր հայտարարություն միայն վատթարացնում էր իրավիճակը։ Նա չէր կարողանում բացատրել անբացատրելին, չէր կարողանում արդարացնել անարդարանալին։ Լիլիթը իր սեփական մարտերն էր մղում։ Քրեական գործը առաջ էր ընթանում, նրա անունը ոչնչացված էր ոլորտում։ Ոչ մի հեղինակավոր ընկերություն նրան մոտ չէր թողնի։
Գայանեն փորձում էր պահպանել նորմալության տեսքը, բայց բարձր հասարակության իր ընկերուհիները խուսափում էին նրանից, նրա հրավերները միջոցառումների չորանում էին։ Իսկ Անահիտը փոթորկի կենտրոնում, որը նա չէր խնդրել, բայց որը փոխեց իր կյանքը, խաղաղություն էր գտնում։ Տարիներ շարունակ առաջին անգամ նա խորը քնում էր։ Հղիության մասին իմանալուց ի վեր առաջին անգամ նա անկեղծ ուրախություն էր զգում, մտածելով երեխայի մասին։ Ամուսնանալուց ի վեր առաջին անգամ նա զգում էր, որ սեփական կյանքի տերն է։ Մի կեսօր, այն ճակատագրական գիշերվանից 3 շաբաթ անց, Անահիտը նստած էր բակում, մանգոյի ծառի տակ, կարդալով մայրության մասին գիրք, երբ Տիգրանը հայտնվեց ծրարով։ «Այսօր է եկել», ասաց նա, տալով նրան փաստաբանից էր։ Ամուսնալուծության գործընթացը պաշտոնապես սկսված էր։ Դավիթը չէր վիճարկել պայմանները։ Ընդունել էր ամեն ինչ, բոլոր պահանջները, բոլոր պայմանները։ Կարծես իմանար, որ բանակցելու հիմք չունի, որ կորցրել է բոլոր իրավունքները, երբ կորցրել է մարդկայնությունը։ Անահիտը բռնեց թուղթը, զգալով այն պաշտոնական իրավական բառերի ծանրությունը, որոնք ավարտում էին իր կյանքի մի գլուխը։ 3 տարվա ամուսնություն, վերացված տեխնիկական պարբերությունների, իրավական կետերի, նոտարական ստորագրությունների։ «Լավ ես», հարցրեց Տիգրանը, անհանգստացած։ Անահիտը նայեց կապույտ երկնքին, սպիտակ ամպերին, որոնք ծուլորեն անցնում էին, կյանքին, որը ծաղկում էր իր շուրջը։ Ձեռքը դրեց փորին, զգալով երեխայի ուժեղ հարվածը, լի կյանքով, լի ապագայով։ «Լավ եմ», ասաց նա, երկար ժամանակ հետո առաջին անգամ դա լիովին ճիշտ էր։ «Ես լավ եմ։ Ես ազատ եմ։ Եվ ես պատրաստ եմ նորից սկսելու»։ Տիգրանը ժպտաց, այն հազվագյուտ թանկարժեք ժպիտը, որը լուսավորում էր նրա ամբողջ դեմքը։ Նստեց դստեր կողքին, մանգոյի ծառի ստվերի տակ, միասին դիտեցին, թե ինչպես է արը սկսում մայր մտնել լեռների վրա։ Հայր, դուստր, պապ, թոռ։ Մի ընտանիք, որը պատրաստվում էր աճել, ապաքինվել, ուժեղանալ։ Ցավոտ անցյալը մնում էր հետում։ Առջում միայն հնարավորություններ։ 3 ամիս անցավ այն ճակատագրական գիշերվանից։ 3 ամիս, որոնք լիովին փոխեցին Անահիտի կյանքն այնպես, ինչպես նա երբեք չէր կարող պատկերացնել։ Աշունը եկել էր լոռու մարզ, ծառերը ներկելով ոսկեգույն նարնջագույն երանգներով, բերելով զով առավոտներ, որոնք տաք վերմակներ էին պահանջում, արոտ կեսօրներ, որոնք կատարյալ էին այգիներում զբոսնելու համար։ Անահիտն այժմ հղիության 9-րդ ամսում էր։ Նրա փորը հսկայական էր, երեխան անընդհատ շարժվում էր, նա հազիվ էր կարողանում կապել սեփական կոշիկները։ Բայց նա փայլում էր։ Առողջ էր։ Երջանիկ էր այնպես, ինչպես տարիներ շարունակ չէր եղել։ Ամուսնալուծությունն ավարտվել էր 2 շաբաթ առաջ։ Արագ, մաքուր, առանց ավելորդ դրամայի։ Դավիթը ստորագրել էր բոլոր փաստաթղթերը, առանց որևէ բան վիճարկելու, ընդունելով Տիգրանի փաստաբանների ներկայացրած բոլոր պայմանները։ Նա գործընթացում շատ ավելին էր կորցրել, քան Անահիտին։ Մանուկյան տեղը վաճառվում էր միջազգային կոնգլոմերատի, ամիսներ շարունակ բաժնետոմսերի ազատ անկումից ներդրողների փախուստից հետո։ Դավիթը կպահպաներ փոքրամասնական բաժնեմաս, բայց նրա իշխանությունը որպես գործադիր տնօրեն ավարտվել էր։ Նրա հեղինակությունը գործարար աշխարհում ոչնչացված էր։ Ոչ ոք այլս նրան չէր վստահում։ Լիլիթը իրավական հետանքների էր բախվել։ Դատապարտվել էր զգալի տուգանքի հանրային աշխատանքների։ Քրեական գործը շարունակվում էր, բայց նրա փաստաբանները կարողացել էին խուսափել բանտարկությունից, համաձայնության դիմաց։ Նրա անունը, սակայն, ընդմիշտ արատավորված էր։ Ոչ մի հարգված ընկերություն նրան աշխատանքի չէր վերցնի։ Նա տեղափոխվել էր Գյումրի, փորձելով նորից սկսել, հեռու Երանի դատող հայացքներից։ Գայանե Մանուկյանը ճգնավոր էր դարձել։ Բարձր հասարակության իր ընկերուհիները լքել էին նրան, նրա բացառիկ ակումբները նրբորեն առաջարկել էին, որ չերկարացքի անդամակցությունը, նա այժմ ապրում էր ավելի փոքր բնակարանում, պահպանվելով ընտանիքի կարողությունից մնացածով։ Այն կայսրությունը, որի մաս լինելով նա այդքան հպարտանում էր, փլուզվել էր, նա այլևս ոչ ոքի չուներ մեղադրելու, բացի իրենից։ Անահիտը հետում էր այս բոլոր նորություններին մի անտարբերությամբ, որը զարմացնում էր իրեն։ Սպասում էր բավարարվածություն զգալ, գուցե նույնիսկ վրեժխնդիր ուրախություն, տեսնելով իրեն վիրավորողների տառապանքը։ Բայց այն ամենը, ինչ զգում էր, մի դատարկություն էր, որտեղ առաջ զայրույթ կար։ Նա առաջ էր շարժվել։ Նրանք անցյալ էին։ Նրա ուշադրությունը ապագայի վրա էր։
Մի շաբաթ առավոտյան Անահիտն արթնացավ, զգալով կծկումներ, որոնք տարբերվում էին վերջին շաբաթներին զգացածներից։ Սրանք ավելի ուժեղ էին, ավելի ռիթմիկ, ավելի համառ։ Կանչեց տիկին Սոնային, որն անմիջապես ճանաչեց նշանները, զգուշացրեց Տիգրանին։ «Ժամանակն է», ասաց տիկին Սոնան, նրա ձայնը հանգիստ էր, բայց լի զսպված հուզմունքով։ «Այս երեխան ուզում է աշխարհին ծանոթանալ»։ Ճանապարհը դեպի Երանի հիվանդանոց հուզմունքի նյարդայնության խառնուրդ էր։ Տիգրանն անձամբ էր վարում, ձեռքերը ամուր բռնած ղեկին, աչքերը փոխթով նայում էին ճանապարհին հետի նստատեղին նստած դստերը։ Տիկին Սոնան հետում էր Մուշեղի հետ մյուս մեքենայով, բերելով հիվանդանոցի պայուսակը, որը շաբաթներ առաջ էր պատրաստվել։ Անահիտին արագ ընդունեցին։ Բժշկական անձնակազմը, գլխավորությամբ բժիշկ Մարիաննա Կոստանյանի, հայտնի մանկաբարձի, որը հետում էր Անահիտին լոռի վերադառնալուց ի վեր, աշխատում էր արդյունավետ քնքշորեն։ Հիվանդանոցը ժամանակակից էր հյուրընկալ, անհատական սենյակներով, որոնք ձևավորված էին ավելի քիչ կլինիկական, ավելի հարմարավետ ելալու համար։ Ծննդաբերությունը երկար լարված էր։ Սկսվեց առավոտյան, ձգվեց ամբողջ կեսօր, շարունակվելով գիշերը։ 12 ժամ ավելի ու ավելի ուժեղ կծկումներ, յուրաքանչյուրը տում էր ավելի երկար, գալիս էր ավելի հաճախ։ 12 ժամ վերահսկվող շնչառություն, որը տիկին Սոնան օգնում էր նրան պահպանել, հիշեցնելով ներշնչել քթով, արտաշնչել բերանով, պատկերացնել յուրաքանչյուր կծկումը որպես ալիք, որը գալիս անցնում է։ Եղան պահեր, երբ Անահիտը մտածում էր, որ այլս չի դիմանա։ Պահեր, երբ ցավն անտանելի էր թվում, երբ նա լացում էր, ասում, որ չի կարողանա։ Բայց Տիգրանը բռնում էր նրա ձեռքը, նայում էր նրա աչքերին, ասում. «Դու ամենաուժեղ կինն ես, ում ես ճանաչում եմ։ Դու սրանից ավելի վատ բաներ ես հաղթահարել։ Դու կարող ես»։ Բժիշկ Մարիաննան ամեն ժամ ստուգում էր բացվածքը, հետում էր երեխայի սրտի բաբախյունին, կարգավորում էր Անահիտի դիրքը, ամեն ինչ ավելի հարմարավետ դարձնելու համար։ Բուժքույրերը ուշադիր էին, սառույց էին բերում, որ նա ծծի, սառը սրբիչներ դնում ճակատին, մերսում մեջքը, երբ կծկումները սեղմում էին։ Եվ հետո մայիսյան անձրոտ շաբաթ օրվա երեկոյան ժամը 7:38-ին բժիշկ Մարիաննան ասաց կախարդական խոսքերը. «Ժամանակն է ջիք թափելու»։ Անահիտը երբեք չէր մոռանա այդ վերջին րոպեները։ Երկու մասի բաժանվելու զգացողությունը, ամեն ինչ տալու, իր յուրաքանչյուր մանրաթելով ջիք թափելու։ Եվ հետո, ժամը 7:43-ին, մի լաց։ Ամենագեղեցիկ լացը, որ երբեք լսել էր։ «Տղա է», հայտարարեց բժիշկ Մարիաննան հսկայական ժպիտով։ «Գեղեցիկ առողջ տղա։ 3.5 կիլոգրամանոց առողջ տղա, ուժեղ թոքերով, որոնք հայտարարեցին իրենց ժամանման մասին վրդովված ճիչերով, Դավիթի պես մուգ մազերով, բայց աչքերով, որոնք խոստանում էին լինել Անահիտի պես կանաչ։ Այն պահը, երբ երեխային դրեցին նրա գիրկը, ամենալարվածն էր իր կյանքում»։ Անահիտը նայեց այն կարմիր ճմրթված դեմքին, այն աչուկներին, որոնք փորձում էին բացվել, այն փոքրիկ ձեռիկներին, որոնք զարմանալի ուժով բռնել էին նրա մատը, զգաց, որ սիրտը պայթում է սիրուց։ «Բար, սեր իմ», շշնջաց նա, արցունքներն ազատ հոսում էին դեմքով։ «Բար, փոքրիկ։ Ես քո մայրն եմ։ Եվ ես քեզ այնքան եմ սիրում։ Այնքան, որ նույնիսկ չես պատկերացնում»։ Տիգրանը նրա կողքին էր, նույնպես բացահայտ լացում էր, առանց ամոթի կամ անհարմարության։ Նա գրեթե ակնածանքով դիպավ թոռան գլխին։ «Նա կատարյալ է», ասաց նա, կոտրված ձայնով։ «Բացարձակապես կատարյալ։ Քեզ պես»։ Անահիտը նայեց հորը, այն ուժեղ մարդուն, որը պաշտպանել էր իրեն, երբ ամենաշատը կարիքն ուներ, որը երբեք չէր դատել իրեն, որը պարզապես անվերապահորեն սիրել էր։ «Շնորհակալ եմ, հայրիկ։ Ամեն ինչի համար։ Ինձ փրկելու համար։ Մեզ փրկելու համար։ Դու քեզ ինքդ փրկեցիր», ուղղեց նա։ «Ես պարզապես քեզ ճիշտ ուղղությամբ հրեցի»։ Նրանք որոշեցին երեխային անվանել Գաբրիել։ Գաբրիել Սարգսյան։ Առանց մանուկյան ազգանվան, առանց որե կապի այն ընտանիքի հետ, որն այդքան ցավ էր բերել։ Գաբրիել, որը նշանակում է Աստծո ուժ։ Գաբրիել, որը ծնվել էր Անահիտի կյանքի ամենավատ գիշերներից մեկից, բայց ներկայացնում էր հույս, նոր սկիզբ, մաքուր սեր։ Դավիթն իմացավ ծննդյան մասին փաստաբանների միջոցով։ Հաղորդագրություն ուղարկեց, խնդրելով տեսնել որդուն, բայց Անահիտը քաղաքավարի կերպով մերժեց։ Ասաց, որ երբ Գաբրիելը մեծանա, երբ պատրաստ լինի, նրանք ինչ-որ տեսակի հարաբերություն կհաստատեն։
Բայց առայժմ Անահիտը պետք է կենտրոնանար մայր լինելու, իր որդուն խաղաղության սիրո միջավայրում մեծացնելու վրա, հեռու թունավորությունից։ Գաբրիելի հետ առաջին օրերը տակտիրների, յուրաքանչյուր 3 ժամը 1 կերակրումների, անքուն գիշերների այնքան ուժեղ երջանկության հորցանուտ էին, որ երբեմն Անահիտը կարծում էր, թե կուրծքը կպայթի։ Տիկին Սոնան կատարյալ սրտի տատիկ դարձավ, հայտնվելով իմաստուն խորհուրդներով փորձառու ձեռքերով, երբ Անահիտն իրեն կորած էր զգում։ Տիգրանը զարմանալիորեն հարմարվեց պապիկի դերին։ Նա, ով միշտ լուրջ զուսպ էր եղել գործերում, լիովին հալվում էր, Գաբրիելին գրկելիս։ Ժամերով պարզապես դիտում էր թոռան քունը, շշնջում պատմություններ այն տատիկի մասին, որին նա երբեք չէր ճանաչի, խոստումներ տալիս միշտ պաշտպանել նրան։ Գաբրիելի ծնունդից 2 շաբաթ անց Անահիտը կալվածքի պատշգամբում էր, կերակրում էր երեխային, դիտելով, թե ինչպես է մայրամուտը երկինքը ներկում վարդագույն նարնջագույն։ Տիգրանը սկուտեղով թեյ թխվածքաբլիթներ բերեց, որոնք տիկին Սոնան այդ կեսօրին էր թխել։ «Ես քեզ համար առաջարկ ունեմ», ասաց նա, նստելով նրա կողքին։ Անահիտը հետաքրքրությամբ նայեց։ «Ինչ տեսակի առաջարկ»։ Տիգրանը ժպտաց։ «Ուզում եմ, որ դու ստանձնես ընտանեկան բիզնեսի մի մասը։ Ոչ ամբողջը, ոչ անմիջապես, բայց ուզում եմ քեզ սովորեցնել։ Ուզում եմ, որ Գաբրիելը մեծանա, տեսնելով մորն ուժեղ, անկախ սեփականը կառուցող»։ Անահիտը զարմացավ։ Նա համալսարանում կառավարում էր սովորել, բայց երբեք չէր մտածել ընտանեկան ընկերությունում արդյունավետ աշխատելու մասին։ Դավիթը միշտ հասկացրել էր, որ նախընտրում է, որ նա տանը մնա, որ նրա աշխատելու կարիք չկա։ «Ես սիրով կանեի», ասաց նա, զգալով, որ կրծքում հուզմունք է աճում։ «Ուզում եմ, որ Գաբրիելը տեսնի, որ իր մայրը պարզապես զոհ չէ։ Որ նա ոտքի է կանգնել, վերակառուցվել, դարձել ավելի ուժեղ։ Եվ դու կդառնաս», ասաց Տիգրանը համոզվածությամբ։ «Դու արդեն ես»։ Հաջորդ ամիսները հարմարվողականության անընդհատ բացահայտումների շրջան էին։ Անահիտը իր ժամանակը բաժանում էր Գաբրիելին խնամելու ընտանեկան բիզնեսի բարդ մանրամասները սովորելու մեջ։ Տիգրանը նրան տանում էր հանդիպումների մատակարարների հետ, սովորեցնում էր դաշտերի կառավարման, ներդրումների, ֆինանսական հաշվետվությունների շուկայի կանխատեսումների ընթերցման մասին։ Նա բացահայտեց, որ բնատուր տաղանդ ունի դրա համար։ Ուներ ռազմավարական տեսլական, որը զարմացնում էր նույնիսկ ամենափորձառու խորհրդատուներին։ Ուներ բանակցելու հմտություն, ավելի լավ պայմաններ ստանալով դիստրիբյուտորների հետ, առանց թշնամանք ստեղծելու։ Ուներ կարեկցանք կալվածքի աշխատակիցների նկատմամբ, որոնք հարգում էին նրան ոչ միայն տնօրենի դուստր լինելու համար, այլ նրա համար, որ նա անկեղծորեն հոգ էր տանում նրանց մասին։ Անահիտն առաջարկեց արդիականացումներ կալվածքում։ Ներդրեց ավելի արդյունավետ ոռոգման համակարգեր, որոնք խնայում էին ջուրը բարձրացնում արտադրողականությունը։ Առաջարկեց դիվերսիֆիկացնել արտադրանքը, սկսելով հատուկ սուրճերի շարք, որոնք շուտով դարձան տարածաշրջանում չափանիշ։ Բացեց ուղիղ վաճառքի ուղիներ սպառողներին համացանցի միջոցով, վերացնելով միջնորդներին բարձրացնելով շահույթը։ Նա իրեն իրացված էր զգում այնպես, ինչպես երբեք չէր զգացել Դավիթի ցուցադրական կինը լինելով։ Այնտեղ նրա կարծիքը կարևոր չէր։ Նրա գաղափարները մերժվում կամ յուրացվում էին ուրիշների կողմից։ Նրա խելքը անընդհատ թերագնահատվում էր։ Այստեղ, կալվածքում, նրան լսում էին, հարգում, գնահատում։ Այստեղ նա կարող էր լիովին լինել այն, ով կա։ Եվ Գաբրիելը մեծանում էր, տեսնելով այս ամենը։ Տեսնելով մորը հանդիպումներին, որոշումներ կայացնելիս, ուժեղ կարող լինելիս։ Տիկին Սոնան խնամում էր նրան աշխատանքային ժամերին, բայց Անահիտը միշտ ներկա էր կերակրումներին, քնի ժամերին, կարևոր պահերին։ Նա գտել էր մի հավասարակշռություն, որը շատ մայրեր անհնարին էին համարում, բայց որը նրա համար բնական էր դարձել։ Գաբրիելը մեծանում էր առողջ երջանիկ, շրջապատված սիրով։ 6 ամսականում արդեն վարակիչ ծիծաղում էր։ 8 ամսականում սկսեց սողալ տանով մեկ, անսահման հետաքրքրությամբ ուսումնասիրելով յուրաքանչյուր անկյուն։ 10 ամսականում ասաց իր առաջին բառը, մամա, ստիպելով Անահիտին երջանկությունից լաց լինել։ Այն ճակատագրական գիշերվանից 1 տարի անց Անահիտը լիովին փոխվել էր։ Ֆիզիկապես վերականգնել էր իր կազմվածքը, բայց ավելի ուժեղ, ավելի առողջ ձով։ Հուզականորեն նա մեկ այլ մարդ էր։ Փխրունությունը փոխարինվել էր դիմացկունությամբ։ Կախվածությունը անկախությամբ։ Անվստահությունը վստահությամբ։
Նա կալվածքի գրասենյակում էր, վերանայում էր ֆինանսական հաշվետվությունները, մինչ Գաբրիելը խաղում էր նրա կողքի գորգի վրա, երբ անսպասելի նամակ ստացավ։ Ընտանեկան բռնության հուզական չարաշահման իրավիճակներում գտնվող կանանց աջակցող կազմակերպությունից էր։ Նրանք տեսել էին նրա պատմությունը մամուլում, ուզում էին իմանալ, թե արդյոք նա հետաքրքրված կլինի դառնալ խոսնակ, կիսվել իր փորձով, այլ կանանց օգնելու համար։ Անահիտը 3 անգամ վերընթերցեց նամակը։ Առաջին անգամ զարմանքով, երկրորդ անգամ խորհրդածությամբ, երրորդ անգամ աճող վճռականությամբ։ Իր պատմությունը, այն սարսափելի գիշերը հրապարակային նվաստացման, կարող էր ավելի մեծ նպատակի ծառայել։ Կարող էր օգնել այլ կանանց ճանաչել թունավոր հարաբերությունների նշանները, խիզախություն ունենալ հեռանալու, հասկանալու, որ չարաշահումից հետո կյանք կա։ Նա ընդունեց հրավերը։ Հաջորդ ամիսներին Անահիտը դարձավ հզոր ձայն նրանց համար, ովքեր ձայն չունեին։ Նրա առաջին դասախոսությունը Երանում փոքր աջակցության խմբում էր, ընդամենը 10 կին մի համեստ եկեղեցական սենյակում։ Նա նյարդայնանում էր, ձեռքերը դողում էին, երբ բռնում էր գրառումները։ Բայց երբ սկսեց խոսել, երբ տեսավ այդ կանանց աչքերը, որոնք ճանաչում էին իրենց սեփական ցավերը նրա պատմության մեջ, ինչ-որ բան փոխվեց։ Նա տվեց անկեղծ խորապես խոցելի հարցազրույցներ իր փորձի մասին։ Հայտնվեց մեծ լսարան ունեցող հեռուստահաղորդումներում, նստելով ստուդիայի բազմոցներին պատմելով իր պատմությունն առանց ամոթի, առանց ցավը նվազեցնելու, բայց նա առանց իրեն զոհի դերում դնելու։ Խոսեց կորպորատիվ միջոցառումներին այն մասին, թե ինչպես ստեղծել աշխատանքային միջավայրեր, որոնք չեն հանդուրժում ոտնձգություն կամ չարաշահում։ Կիսվեց իր պատմությամբ աջակցության խմբերի հետ թաղամասերում, հարուստ թաղամասերում, գյուղական փոքր քաղաքներում։ Անահիտը սովորեց, որ իր պատմությունը արձագանքում է բոլոր սոցիալական մակարդակների, բոլոր տարիքի, բոլոր ծագման կանանց հետ։ Տնային տնտեսուհին, որին ծեծում էր ալկոհոլիկ ամուսինը։ Գործադիր տնօրենը, որին հրապարակայնորեն նվաստացնում էր ղեկավարը։ Ուսանողուհին, որը տառապում էր ընկերոջ հուզական չարաշահումից։ Բոլորը մի փոքր իրենց էին տեսնում Անահիտի մեջ։ Նա օգնեց զգալի միջոցներ հավաքել ապաստարանների համար, որոնք ընդունում էին չարաշահման իրավիճակներից փախչող կանանց։ Կազմակերպեց դրամահավաքի արշավներ, որոնք բերում էին ոչ միայն գումար, այլ հագուստ, սնունդ, հիգիենայի պարագաներ։ Համոզեց ազդեցիկ գործարարներին նվիրատվություններ անել, օգտագործելով իր պատմությունը, իր պերճախոսությունը, սրտերին հասնելու դրամապանակները բացելու համար։ Նա ստեղծեց կրթական նախագիծ, որը դպրոցներ էր գնում, դեռահասներին սովորեցնելու ճանաչել չարաշահող հարաբերությունների նշանները, նախքան ուշ կլիներ։ Խոսում էր կարմիր դրոշների, ցավ պատճառող սիրո, բուժող սիրո, ռոմանտիկ խանդի, մոլուցքային վերահսկողության տարբերության մասին։ Եվ մի անսպասելի բան տեղի ունեցավ։ Օգնելով այլ կանանց, տեսնելով նրանց ուժը, ականատես լինելով հաղթահարման այդքան շատ պատմությունների, Անահիտն ավարտեց իր սեփական բուժումը։ Այն վերքը, որը Դավիթը թողել էր, վերջապես լիովին սպիացավ։ Նա այլս զայրույթ չէր զգում, այլս ցավ չէր զգում, ոչինչ չէր զգում, բացի երախտագիտությունից, որ փրկվել է, որ ունի հայր, որը պաշտպանել է իրեն, որ ունի հրաշալի որդի, որ ունի երկրորդ հնարավորություն կառուցելու այն կյանքը, որն իսկապես ուզում էր։ Դավիթը մի քանի անգամ փորձեց կապ հաստատել այդ տարվա ընթացքում։ Ներողություն խնդրող հաղորդագրություններ, երկրորդ հնարավորություն աղերսող նամակներ, Գաբրիելին ուղարկված թանկարժեք նվերներ, որոնք Անահիտը նվիրաբերում էր բարեգործական հաստատություններին։ Նա երբեք չպատասխանեց։ Չկար ոչինչ, որ նա կարող էր ասել, որը կփոխեր անցյալը, նա հետաքրքրություն չուներ այդ գլուխը վերաբացելու։ Ի վերջո, նա կարծես հասկացավ։ Հաղորդագրությունները դադարեցին։ Նվերները դադարեցին։ Անահիտն իմացավ ընդհանուր ծանոթների միջոցով, որ նա տեղափոխվել է արտերկիր, փորձելով վերականգնել իր կարիերան, հեռու այն սկանդալից, որն ինքն էր ստեղծել։ Գարնան մի կեսօրին, Գաբրիելի ծնունդից գրեթե 18 ամիս անց, Անահիտը կալվածքի այգում էր որդու հետ։ Գաբրիելը, այժմ 1.5 տարեկան, ուրախ ծիծաղով վազում էր ծաղիկների միջով, հետապնդելով օդում պարող թիթեռներին։ Նրա մուգ գանգուրները փայլում էին արի տակ, նրա կանաչ աչքերը մաքուր երջանկություն էին ճառագում։ Տիգրանը միացավ նրանց, բերելով տնական պաղպաղակ, որը տիկին Սոնան էր պատրաստել։ Նստեցին խոտերի վրա, Գաբրիելը Անահիտի գրկում, բոլորը պաղպաղակ ուտելով, դիտելով անցնող ամպերը։ Երջանիկ ես, հանկարծ հարցրեց Տիգրանը։ Անահիտը մտածեց հարցի մասին։
Նայեց Գաբրիելին, որի բերանը ամբողջովին պաղպաղակոտ էր ժպիտը, հսկայական։ Նայեց կալվածքին, այն վայրին, որն ընդունել էր իրեն, երբ գնալու տեղ չուներ։ Նայեց հորը, այն մարդուն, որը երբեք չէր լքել իրեն։ Նայեց սեփական կյանքին, այնքան տարբեր նրանից, ինչ պլանավորել էր, բայց այնքան ավելի լավ, քան կարող էր լինել։ Երջանիկ եմ, ասաց նա, դա ամենամաքուր ճշմարտությունն էր, որ երբե ասել էր։ Ես շատ երջանիկ եմ, հայրիկ։ Լավ է, ասաց Տիգրանը, համբուրելով նրա ճակատը։ Որովհետ դու արժանի ես։ Դու միշտ արժանի ես եղել։ Գաբրիելը կմեծանա, լսելով պատմությունն այն մասին, թե ինչպես են հրապարակայնորեն հարձակվել իր մոր վրա, երբ նա հղի էր իրենով, բայց նա կլսի, թե ինչպես է նա ոտքի կանգնել, ինչպես թույլ չի տվել իրեն կոտրել, ինչպես է ցավը վերածել նպատակի։ Կմեծանա, իմանալով, որ ուժը երբեք չընկնելը չէ, այլ միշտ ոտքի կանգնելը։ Որ արժանապատվությունը չի գալիս նրանից, թե ինչ են ուրիշներն անում քեզ, այլ նրանից, թե ինչպես ես դու արձագանքում։ Որ իսկական սերը պաշտպանում է, ոչ թե վնասում։ Եվ Անահիտը, որն այդ ճանապարհորդությունը սկսել էր որպես անվստահ կին, թունավոր ամուսնության մեջ թակարդված, ավարտեց որպես ուժեղ, անկախ, երջանիկ, սիրված լիարժեք սիրող կին։ Հրապարակային նվաստացումը, որը պետք է ոչնչացներ իրեն, ի վերջո դարձավ նրա ազատագրման կատալիզատորը։ Գինու հետքերը, որոնք արյան պես էին թվում նրա սպիտակ զգեստի վրա, դարձան վերածննդի խորհրդանիշներ։ Նա նայեց հորիզոնին, որտեղ առը սկսում էր մայր մտնել, երկինքը ներկելով անհնարին գույներով։ Նոր օրը միշտ գալիս էր ամենամութ գիշերվանից հետո։ Եվ Անահիտը գտել էր իր լույսը։ Այդ գիշեր, Գաբրիելին քնեցնելուց հետո, ցածր ձայնով երգելով այն օրորոցայինները, որոնք տիկին Սոնան էր սովորեցրել, Անահիտը մի քանի րոպե դիտում էր որդու քունը։ Նրա կուրծքը բարձրանում իջնում էր հանգիստ շնչառությամբ, շուրթերը փոքրիկ ժպիտ էին կազմում նույնիսկ քնած ժամանակ, ձեռիկները բռնել էին այն փափուկ արջուկը, որը Տիգրանը տվել էր նրա ծննդյան օրը։ Դու կմեծանաս, իմանալով, որ սիրված ես, շնջաց Անահիտը, ուղղելով վերմակը։ Կմեծանաս, տեսնելով, որ մայրդ ուժեղ է։ Կմեծանաս, հասկանալով, որ ընտանիքը նա չէ, ով քեզ վնասում է, այլ նա, ով քեզ պաշտպանում է։ Եվ երբ բավականաչափ մեծ լինես հասկանալու համար, ես քեզ կպատմեմ ամբողջ պատմությունը։ Ոչ թե որպեսի քո հոր նկատմամբ զայրույթ ունենաս, այլ որպեսի սովորեցնեմ քեզ ճանաչել իսկական սերը, երբ գտնես այն։ Նա համբուրեց Գաբրիելի ճակատը դուրս եկավ սենյակից, թողնելով միայն գիշերային լույսը վառված։ Իջավ հյուրասենյակ, որտեղ Տիգրանը գիրք էր կարդում վառվող բուխարու մոտ։ Շնորհակալ եմ, ասաց նա մեկ անգամ։ Տիգրանը նայեց նրան ընթերցանության ակնոցների վրայով։ Ինչի՞։ Համար, աղջիկս։ Ինձ ցույց տալու համար, թե ինչ է իսկական սերը։ Ինձ սովորեցնելու համար, որ ես ավելին եմ արժանի։ Ինձ Գաբրիելին փրկելու համար։ Տիգրանը փակեց գիրքը, բացեց ձեռքերը։ Անահիտը նստեց նրա կողքին, գլուխը հենելով նրա ուսին, ինչպես անում էր, երբ երեխա էր։ Դու քեզ փրկեցիր, ասաց նա մեղմորեն։ Ես պարզապես այնտեղ էի, քեզ հիշեցնելու, թե ով ես դու միշտ եղել։ Եվ մինչ կրակը ճարճատում էր բուխարիում, հայր դուստր մնացին հարմարավետ լռության մեջ, երկուսն էլ երախտապարտ այն ճանապարհորդության համար, որը նրանց այստեղ էր բերել, երկուսն էլ հուսով լի ապագայի համար, որը բացվում էր նրանց առջ։ Անահիտը փակեց աչքերը տարիներ շարունակ առաջին անգամ լիակատար խաղաղություն զգաց։ Նա տանն էր։ Նա ապահով էր։ Նա սիրված էր։ Եվ ամենակարևորը, նա սիրում էր ինքն իրեն։ Պատմությունը, որը սկսվել էր նվաստացումով, ավարտվում էր արժանապատվությամբ։ Ճանապարհորդությունը, որը սկսվել էր ցավով, ավարտվում էր բուժմամբ։ Եվ կինը, որը գրեթե ոչնչացվել էր, վերածնվել էր ավելի ուժեղ, ավելի իմաստուն, ավելի ամբողջական։ Անահիտ Սարգսյանն այլս այն հնազանդ կինը չէր, որն ընդունում էր քնքշանքի փշրանքներ։ Այլս այն լուր զոհը չէր, որը գուլ էր տալիս նվաստացումները։ Նա վերապրող էր, մայր, գործարար, ձայն այլ կանանց համար։ Նա հենց այն էր, ով միշտ պետք է լիներ։ Եվ երբ Գաբրիելը մեծանա հարցնի այն գիշերվա, գինով լաքայված սպիտակ զգեստի մասին, որն Անահիտը պահում էր որպես հիշատակ, նա կպատմի ճշմարտությունը։ Կպատմի խավարի, բայց նա այն լույսի մասին, որը եկավ հետո։ Անկման, բայց նա թռիչքի մասին։ Մի գլխի ավարտի, բայց նա մյուսի փառահեղ սկզբի մասին։ Որովհետև հաղթահարման յուրաքանչյուր պատմություն պետք է սկսվի մի ցավից, որն անտանելի է թվում։
Եվ Անահիտինը բացառություն չէր։ Բայց ի տարբերություն նրա, ինչ սպասում էին իրեն վիրավորողները, այդ ցավը նրան չոչնչացրեց։ Այն փոխեց նրան։ Եվ փոխակերպման մեջ նա գտավ ոչ միայն գոյատում, այլ լիարժեք կյանք։ Տարիները կանցնեն, Գաբրիելը կմեծանա, կալվածքը կբարգավաճի Անահիտի Տիգրանի համատեղ կառավարման ներքո, այն ճակատագրական գիշերվա պատմությունը կպատմվի, կվերապատմվի։ Բայց միշտ նույն ավարտով։ Կինը, որը չկոտրվեց։ Կինը, որը ոտքի կանգնեց։ Կինը, որը հաղթեց։ Եվ Անահիտը նստած կալվածքի պատշգամբում մի աստղալից գիշեր տարիներ անց Գաբրիելի հետ, որն արդեն դեռահաս էր, տանը դասերն էր անում, Տիգրանի հետ, որը կարդում էր նրա կողքին, կժպտա, հիշելով այն ամենը, ինչի միջով անցել է։ Ոչ թե դառնությամբ, այլ երախտագիտությամբ։ Որովհետև երբեմն մեր կյանքի ամենավատ օրը մեր կյանքի մնացած մասի առաջին օրն է։ Եվ Անահիտի համար այն գինով լաքայված զգեստը հենց դա էր։ Բանտի ավարտը։ Ազատության սկիզբը։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Անահիտի Գաբրիելի պատմությունը հուզեց ձեր սրտերը։ Եթե հուզվեցիք, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում, պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի լարված պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը։ Սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում։